Բարև ձեզ։ Այսօր Մետաֆոր պոդքասթի հյուրն է Վահրամ Պողոսյանը, Սասունիքից։ Մեր այսօրվա զրույցը Վահրամի հետ վարելու եմ իմ երկար տարիների ընկեր, Գանձակ ավանդական պարախմբի գեղարվեստական ղեկավար Արգիշտի Դաշյանի հետ միասին։ Ինչպես է ամեն սերունդ որդեգրում իրեն իսկ հատուկ արժեքներ եւ իդեալներ։ Ինչ կարևորություն ունի մեր ազգային պետական կյանքում իրավունքը եւ մասնավորապես ուժի իրավունքը։ Ինչ է պատահում, երբ մի խումբ պաշտոնավոր անձանց շահերը հակասում են ազգային պետական շահին։ Ինչ կարևորություն ունի ազգային արխիվը։ Ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ հայերը սկսեն ամաչել իրենց ազգային մշակույթից։ Եթե ձեզ հետաքրքրում են այս եւ այլ հարցերի պատասխանները, ապա մնացեք մեզ հետ։ Ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում եւ անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր պոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով եւ լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Բարև ձեզ, բարև Վահրամ ջան, բարև Արգիշտի ջան, բարի գալուստ Մետաֆոր պոդքասթ, բարի գալուստ Բելգահայ ռադիոյի ստուդիա։ Շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունեցիք հրավերս եւ ներկա գտնվեցիք մեր այսօրվա զրույցին։ Շնորհակալություն հրավերի համար, Աստված օգնական։ Մենք ենք շնորհակալ։ Հրաշալի տաղավար։ Եվ միանգամից երևի նկատեցիք, որ այսօր մի քիչ մեր ձևաչափը փոքր-ինչ այլ է։ Մենք երկուսով ենք հարցաքննելու, չասեմ զրուցելու, որովհետև մեր ֆորմատը միշտ զրույցի ֆորմատ է։ Այսինքն երկուսով ենք զրուցելու մեր հյուրի հետ, Վահրամ Պողոսյանի հետ, Արգիշտին միշտ առանձին մեր զրույցներում շատ հետաքրքիր եւ շատ չափազանց խորը զրույցներ ենք ունենում։ Դրա համար մտածեցինք, որ շատ հետաքրքիր կլինի այդ ամեն ինչը նաեւ մատուցել մեր ռադիո լսողներին եւ մեր լսարանին։ Սկսենք, Վահրամ ջան։ Լավ, ես միանգամից ասեմ, որ այսօր այդքան էլ շատ թեթև հարցերի շուրջ չենք զրուցելու, շատ խորը եւ ես կասեի շատ հոգեբանական հարցեր ենք անդրադառնալու։ Խորքային հոգեբանական, այսինքն որ շատ ես խորանում հասնում ես այդ հոգեբանական շերտին։ Եվ որպեսզի սկսենք, ես նկատում եմ, որ ձեր սերունդը ու անձամբ դու էլ մեր առաջին Արցախյանի ժամանակ մեր տարած ռազմական հաղթանակի ընթացքում երկար հարյուրամյակներ, եթե չասենք հազարամյակ անց դուք հայ ազգին պարգևեցիք կրկին այդ հաղթանակի զգացողությունը եւ ուժեղ լինելու զգացողությունը, որը մեզանից խլվել էր շատ երկար տարիներ։ Հիմա ցավոք սրտի այս վերջին պարտությունից հետո մենք նկատում ենք, որ կրկին շատ բարձր մակարդակներից, շատ բարձր պաշտոններից ամենօրյա քարոզ է տարվում, այդ քարոզչամեքենան աշխատում է, որպեսզի մարդկանց ներարկի, որ հայ ազգը փոքր ազգ է, թույլ է, պարտվող է, պետք է փորձի յոլա գնա, պետք է գլխից մեծ գործեր չձեռնարկի, ինչ Արցախյան պայքար, ինչ բան, մենք պետք է մտածենք վաղը ինչ ենք ուտելու, կոպիտ ասած, ինչ ենք հագնելու, դրանից ավել ոչ մի բան։ Ու պետական մտածողության տեսանկյունից սա շատ կործանարար տեղ տանող բան է, ճանապարհ է։ Եվ ուզում եմ հարցնեմ, թե դու ինչ ես մտածում, սրա խորքային հոգեբանական արմատները ուր են գնում, ուր են տանում մեզ։ Ուրեմն ես երբեք հարցազրույց չեմ տվել, խուսափել եմ միշտ հարցազրույց։ Հարցազրույց չի, զրույցում ենք։ Կամ զրույց, այնպես կուզեք, բայց ուրեմն ներկայացնեմ իմ դեմին ասած հրաշք տղեկին, որոնց գործնեության համար է շատ
Ես կփորձեմ այսօր ամեն ինչ խոսել ոչ թե էմոցիայի, այլ փաստերի, ավելի շատ մենք բերենք ոչ թե մաթեմատիկա, այլ կբերենք թվաբանություն, հանրաշի բառերը, որտեղ այդ բառերը շատ կարևոր են։ Խնդրում եմ, որ մի քիչ մոտիկ բանանես, որ լսվի։ Ու ես կնշեմ այս տղեկին, որոնց հետ ես ապրել եմ, որոնք այս մարդիկ սովորել են հարցերին կամ պատասխանները լսելուց անմիջապես վերլուծել, հաճախ չհամաձայնվել այն պահին, երբ դրանք իրանք չեն ընդունում։ Դրա համար այսօր իմ դեմ նստած են այն տղեկը, որոնք ի պատիվ ինձ ինչ-որ մի ժամանակ աշակերտել են ու միջև հիմա երևի, ու այն տղեկն են, որ ամեն րոպե պատրաստ են ինձ չի ասելու ցանկացած այն պահին, երբ որ իրանք ընդունեն, որ չեն։ Իսկ ինչ կմնա մեր ազգի համար, ես որ խոսեմ ավելի շատ ազգի լեզվով, բերեմ առանձնահատկությունները մեր ազգի, կհասկանանք ինչի համար հայ ազգը, եթե ունի առանձնահատկություններ, եւ որոշ մասիկ կասեն, որ սա առավելություն, ես կասեմ առանձնահատկություններ, եւ ինչ կսպասվի հայ ազգին։ Հայ ազգը իմ համար դա մի ճառագայթ, որ ունի սկիզբ ու չունի վերջ։ Հայ ազգի սկիզբը օգոստոսի 11-ն է։ Ամեն հայ օգոստոսի 11-ից սկսելու է իր սկիզբը։ Ամեն հատված, ամեն ուղի ինքը կեդերի միացում։ Եթե դիտարկենք դենց, ազգը հաղթեց, ազգը պարտվեց, պարտվում ու հաղթում են սերունդները։ Այդ կեդերի միացումը, որ տալիս է ճառագայթ ուղին, այդ սերունդների միացումը տալիս է ազգ։ Եթե ինչ-որ միտեղ մենք պարտվել ենք, պարտվել է սերունդ։ Դրա համար ես կուզենայի, որ մենք շատ ուշադրություն դարձնենք սերունդների վրա, շատ ճիշտ հարց։ Ինչ է սերունդը հարցի նայեց այս ձևով, մյուս սերունդը լրիվ ուրիշ։ Խնդրում եմ մի քիչ մոտիկ, որ ձայնը գտնվում է։ Սերունդը ունի իր արժեքները, սերունդը հավատում է դրան, սերունդը ունի ուսուցիչներ, ունի մարդիկ, որոնց ապրել են, վկայել են, դրա հիման վրա կազմում է եզրակացություն ու շարժում առաջ։ Աղավաղում է սերունդը, փոխում ես, բերում ես ուրիշ արժեքներ, ուրիշ որակներ, սերունդը չի։ Մենք հիմա գտնում ենք հայտանը, որտեղ մշակութային օջախը մեր համար, որտեղ կրթում են մեր երեխաներին, որը իմ կարծիքով ամենակարևոր բաներից մեկն է։ Ինչ է սպասվում, ինչ են անում, ինչ ժամանակներ ենք ապրում մենք։ Ես ապրել եմ մի ժամանակ, որը իր ռեալ տեսել են մարդիկ, որոնք ջարդ են տեսել, ապրել են իմ հետ մարդիկ, որոնք ջարդի վկաներ են, որոնք վկաներ են եղել կոլագաթափման, որոնք վկաներ են եղել դատապարտման մնացած, որոնք զինվոր են եղել Անդրանիկի, որոնք մասնակցել են ազգային շարժման։ Դրանց մեջ կա լրիվ ընդհանուր մի բան։ Երբ որ 15 թվին մենք ընդունում ենք մեր ցեղասպանությունը, ոչ թե ցեղասպանություն, ես կասեի ազգասպանություն, այդ բառը երբեք չի եկել։ Միշտ դեմ եմ, մենք ցեղ չենք, ազգ ենք։ Ես նույնիսկ ավելին կասեմ, երբ որ կան նահապետներ, կան գերդաստաններ, կան քոչեր, ընտանիքներ, ժամանակ ընթացքում դրանք վերածվում են ազգի, պետության։ Իմ կարծիքով մենք գտնում ենք ամենագերագույն փուլում, որ ազգից մենք նորից վերադարձել ենք ամենաբարձրին ընտանիքին։ Մենք ընտանիք ենք։ Մենք այնքան կապված ենք իրար հետ,
Մենք մի ընտանիք ենք։ Մենք մի քոչ ենք։ Ու այդ քոչը արիական քոչ է։ Մենք շատ կարևոր է երկու բառից խոսանք, դա արն ու բարը։ Մենք քոչ ենք արիական։ Ու երբ որ մենք կանգնած ենք իրար հետ, անվանում ենք այդ բառը, անվանում ենք հաջող քոչարի, սա մենք ենք։ Դրանից ամեն մեկը տեսել ցեղասպանությունը կոդորածը 15 թվի, որը շարունակական է մինչև 23 թվի։ Անձամբ ինքս իմ ընտանիքը կոդորված է, ես ինքս Հայաստանի տարոն աշխարհ Սասունից եմ։ Որական գյուղս Շենիկ Մորականը Գելեգուզան Գերքեի շարավիղն Շենիկի երես Գերքեի շարավիղն Մորական կողմից Օսեի շարավիղն հզոր ընտանիքներ հպարտանում են հատ բոլորը գիտեն ովքեր հայ ազատագրական շարժման մասին տեղեկություն են եւ գրքեին եւ գրքեի Վարդանին փարկասու դրանք ավակիներս կոդորվելուց ջարդվելուց հետո երբ իմ ամբողջ Գերդաստանը 15 թվի իմ կարծիքով իմ հաշվարկով հունիս ամսի կադաղի մարտերին կոդորվելը 18 թվին մենք տարել ենք հաղթանակ, որը միջև այսօր թերագնահատվում։ Հաղթանակ միջև այսօր, որ ուզում են մեզանից փոկեն։ Ու հաղթանակ տարել ենք մի բանակի նկատմամբ, որը գերազանցել է մի քանի անգամ։ Տարել է հաղթանակներ այնպեսի տեղեր, որ ասելու չէ։ Այսինքն այն, որ այս պահին մեր երկիրը, մեր ազգը ի վիճակի չէ հաջորդ պատերազմները տանելու, հաղթելու, աբսուրդ։ Որտեղից եկավ մեր մեջ այս անհավատը վաղվոր այդ ինչի մեր ծառերը իդեպ ես Սասունիկից եմ Սասունիկը դա մեր համար դերություն ուրեմն Արարատը Արագած Արադ դաշտավայր լեռնային նախալեռնային արագա ու սանկալիս ուղիղ միավորում են իրար ու հենց այդտեղ Սասունիկն հրաշալի լեգենդների բնակավայր Ես առաջ անգամ տեսա այս մարդիկ ինչպես ուղակի ոչ մի բանից հաղթանակ տալ։ Ես միջև այդ գիտեի մարդիկ լսում են մարդկանց, ապրում այդ մարդկանց հետ, որոնք ցեղասպանությունն էին պատմում, որոնք ռեալ ապրել էին Գևորգի հետ, լսել էին։ Այդ մարդկանց պատմությունները իրական էր, մենք մտածում ենք դա, բայց իրական էր պատմությունները։ Ու այդ նույնը կատարեց այս սերունդը։ Ինչն է բաղաց, որ մենք չկատարենք նորը, չեմ տենում ոչ մի տալ։ Լավ, բայց մի քանի բանի մասին դու ասեցիր, որ որոշ բաներ շատ իմ դուր եկավ, որոշ բաներ պետք է հիմա մի քիչ խնդրեմ, որ ճշտես, հա։ Օրինակ, որ ասում ես, որ հաղթում է կամ պարտվում է ոչ թե ազգը, որպես այդպեսին, այլ տվյալ սերունդը, մի սերունդ կարող է հաղթի։ Իդեպ նույն սերունդը կարող է մի անգամ հաղթի, մի անգամ պարտվի, դա էլ հնարավոր չէ։ Հիմա մենք խոսում ենք առաջի Արցախյանի, որի 90-ականների սկզբին այդ սերունդի մեջ կային մարդիկ, ովքեր ինչ որ ուրիշ պատերազմներ էին մասնակցել, Աֆղանստանում կռվածներ կային։ Հետո կամ որ համ առաջի Արցախյանին են մասնակցել, համ երկրորդ, բայց բացի դրանից, այդ առաջի, այսինքն ձեր սերունդը, դուք համ էլ ձեր երեխեքին եք դաստիարակել, կրթել ու դաստիարակել։ Ես չեմ ուզում մեղքը բարթել սերունդի վրա,
որովհետև դրանք կոնկրետ դավաճանություններ են եւ կոնկրետ արարքներ են կոնկրետ մարդկանց կողմից։ Հիմա ինչ իմանանք, եթե քերագույն գլխավորը ասենք որոշած չլիներ, որ պիտի հանձնվենք, կարող է պատերազմը մի տարի, 2 տարի ձգձգել ու մենք վերջում հաղթած դուրս գայինք, չի բացառվում։ Մենք միշտ ենք հաղթած դուրս գալու։ Ուրեմն այսինքն ես չեմ ուզում սերունդին մեղադրել, որ այս սերունդն է, այդ մի կողմից երկրորդն էլ այն, որ այդ սերունդին դուք եք կրթել։ Վատ են կրթել, եթե մենք ենք կրթել։ Ուրեմն այդ տղաները Սասունիկը եղել են բնորաներից մեկը ազգագրական շարժման։ Ուղղակի մեր գյուղից են մեքենաները գնացել ռազմաճակատ ուղիղ։ Ամբողջն մասնակցել, բոլոր տղաները։ Ես շնորհակալ եմ հպարտորեն նշում եմ շատ տղաները, որոնք տարբեր տեղերից միավորվել են ընդհանուր ջոգատի հետ շարժվեն առաջ։ Դրանից որևէ մեկը ռազմական կրթություն չի ունեցել։ Որևէ մեկը զենքին չի դրապետ։ Դրանք գնացել են արյան կանչով։ Դրանք հասկացել են մի բան, միշտ վստահ, որ ընդրություն չկա։ Սա միակ ճանապարհը։ Բայց ժամանակ իրանք չեն կռվել մենակ։ Շնամոդեմ անունը 1730, 1836։ Դրանք կռվել են մեծ կասրության դեմ։ Մեր ազգային հերոսներից շատերը սկզբնական շրջանում դրանք հանցագործներ էին ներկայացվում, հետո դրանք ներկայացվում են բանդաներ, հետո ներկայացվում են տերորիստներ։ Այսինքն, երբ որ նայեք այդ ամբողջ անցած ճանապարհը, մեր տղաներից շատերը ավելի շատ հալածվել են կայսրության կողմից։ Քան Շնամուդեմ շատ հեշտ էր կռվել։ Միշտ էլ հեշտ է Շնամուդեմ կռվել։ Միշտ։ Սերունդը պատասխանատու է, սերունդի դասերակցությունը պատասխանատու է, սերունդը ինքը իր վրա պետք է վերցնի ծանրությունը, ինքը տանի առաջ։ Սրան այլեն դրանք չկա։ Ամեն սերունդ, թե ինչպես սպասի մեզ վաղվան, մենք այսօր պետք է որոշենք, ինչ ձևի սերունդ ենք դաստիարակում, ինչ արժեքներ ենք տալիս։ Ինչ մնաց դե մարդկանց մասին, կանց հայրեն բառ ունեն հայրը։ Որ խոսենք ավելի շատ արի մասին։ Բարձր խնդրեմ։ Հայրը բառ ունեն։ Իրանք ասում են առնետ։ Իրականում ոչ թե ռեյով, որը վերաբերում է կենթանուն, այլ ռեյով առնետ։ Բառը իրականում առնետ, որը համապատասխանում է նրան, որ նետված է Աստծո կողմից։ Սրանք բոլորը առնետներ են։ Համար 1, համար 2, համար 3, համար 4։ Ու առաջի առնետը կենգուրու նման միաժամանակ 3 ձակին էլ պահել։ Կա մեր երկրի մեջ պահեր, մարդիկ, շփոթվածներ, որոնք այդ առնետապաշտներն են։ Բայց հիմնականում մենք գիտենք մեր թշնամին։ Պատերազմը չի վերջացել, երկիրը անկախ չի։ Իմ դեմ նստած են տղեկ, որոնք գիտեն մտածել, դատել։ Դեպ հայրը հրաշալի բառ ունեն դատել։ Մենք տեղ ունենք, որտեղ փաստերի հիման վրա եզրակացություն են կազմում, չէ՞։ Ասում են դատարան։ Եթե փաստեր, իրական փաստեր, որի հիման վրա կարելի է կայացնել։ Հիմա վերցնենք երկրներ, որոնք իրենք անկախ են։ Ու հասկանանք մեր երկիրը ունի այդ վիճակը անկախության։ Մեզանց որևէ մեկը կհամաձայնվի, որ մեր երկրի ներքին գործերը անկախ են։ Որևէ մեկը կհամարի ամենակարևոր բանը, չասեմ սահմանադրություն, չասեմ սահման, չասեմ փող, գերբ եւ այլ։ Իմ ոչ արտաքին քաղաքականություն։ Անվտանգություն չկա։ Այսինքն համարել, որ մեր երկիրը անկախ երկիր է։ Ուրեմն սկսում ենք այստեղից։ Նախքան անկախ լինելը հələ պիտի պետություն լինի, չէ՞ որ պետություն լինի, այդ պետությունն էլ անկախ լինի։ Անկախությունից հետո կորոշենք թե ինչ տեսքով անդես գա մեր երկիրը։ Ուրեմն առաջինը, եթե մենք եզրակացություն ենք կատարում դրության մասին, մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր երկիրը անկախ չէ։
Մենք գնալու ենք անկախության։ Ինձ թվում է մենք մի հատ շատ կարևոր կետի ենք գալիս։ Ամեն բիզնեսմեն, ամեն գիտնական, ամեն արվեստագետ, ամեն արհեստավոր, ամեն մեկը դասախոսից, բժիշկից սկսած, վերջացրած շինարարից, մի խոսքով բոլորը, ովքեր իրենց տեսնում են իրենց մասնագիտության մեջ, ինձ թվում է պետք է հասկանան, որ մի բան կա, որ իրանք դրանից չեն կարող փախնել։ Եվ ավելի լավ է ինչքան շուտ այդքան լավ իրանք դա գիտակցեն, որովհետև դու չես կարող լինես լավ հաշվապահ, ասես ախպեր ես պետության գործերով չեմ զբաղվում, քաղաքականությունից հեռու եմ, այսպես ասած։ Ու ասես ես չեմ հասկանում այդ պոլիտիկա է, շատ եմ սիրում, չէ՞։ Ու ասես ես կենտրոնում եմ ամեն մարդ պետք է իր գործը լավ անի, չէ՞, դա լնուց բան է, հայկած խորատա է։ Ամեն մարդ թող իր գործը անի, ամեն ինչ իր տեղը կընկնի, չէ՞։ Սխալ, շատ սխալ, ամենասխալ արտահայտություններից մեկն է դա։ Այսինքն, որպեսզի դու լավ քո բիզնեսը լավ առաջ գնա, որպեսզի դու լավ կարողանաս գիտությունով զբաղվես, որպեսզի դու լավ բժիշկ կարողանաս լինես, որպեսզի դու լավ արվեստագետ լինես, առաջի հերթին ինչ է պետք։ Պետություն։ Ուրիշ բան, եթե դու մտածում ես կարող ես գնաս Ավստրալիաներում, ես իմ որտեղ աներ, ինտեգրվես եւ դու քո գործը անես, այդ դեպքում այդ ձև կառուցի քո ապագան, բայց եթե դու տվյալ մար հիմա մենք ճիշտ է Հայաստանում չենք, բայց եթե խոսում ենք Հայաստանի ժողովրդի մասին, չէ, եթե խոսում ենք Հայաստանի ժողովրդի մասին, եթե ինչ-որ մի բան մեկը պատկերացնում է, որ ինքը կարող է այդ ամեն ինչից խուսափի, ճայլամի քաղաքականություն վարի գլուխ մտցնի հողի տակ իբր չի տեսնում, ինքը շատ սառը դուշ է ընդունելու։ Գիտեք, մենք կայսրությունից ժառանգել ենք շատ բան։ Կայսրությունից հետո մենք հասկացանք, որ պետությունը մերը չէ։ Ու ամեն ինչ, որ պետության դեմ էր, մեր համար ընդունել էր։ Նույնիսկ թալանը։ Դա ճիշտ ես ասում։ Մի քիչ մոտիկ բանանես, Վարամ ջան, որտեղ մեկ-մեկ ձայնը իրոք գնում է։ Նույնիսկ թալանը մեր մոտ հարգված է։ Այսինքն պետությունից ինչ փոկես թալանը, այսինքն հարգված է։ Մեր մոտ ընդունված չէր, մենք չենք հավատում, որ երկրի մեջ կարելի է փոփոխություն կատարել ընդրության ճանապարհով։ Մեր մոտ շատ ժամանակ դեպուտատները հարգված աշխատող ռանշպար մարդիկ լինելով հանդեպ, նրանք որևէ մեկը որոշիչ դեր չէր խաղում։ Մենք բոլորս գիտենք, որ դրանք ուղղակի դա ժառանգեցինք մենք։ Մենք չհասկացանք մի բան, որ երջանիկ չես կարող լինել առանց հայրենիքի։ Ակսում է։ Չկա երջանկություն առանց հայրենիքի։ Ազատ հայրենիքի։ Պետություն հայրենիքի։ Ու այսօրվա օրը դրա կարևոր դերը պետք է խաղաք ինձ դուք։ Դուք ինքներդ պետք է փորձեք ցույց տաք երիտասարդները դրսի, որ երկրի մեջ կարելի է փոխել ամեն ինչ, որ հայրենիքը քոնն է, որ կաշառակերություն ամենավատ բանն է, որ ամեն մարդ իր տեղում պետք է եղնի, բայց պետք է գրի երկրի պատասխանատվությունը։ Ներողություն։ Երկրի պատասխանատվությունը երևի ամենաբարձր արժեքն է։ Եթե որևէ տեղ դու երկրի նկատմամբ պատասխանատվություն չունես պատասխանատվություն ոչ ընտանիքիդ, ոչ ընկերներիդ, ոչ կնոջդ, դրանք ոչ սողներիդ, դրանք բոլորը միասին հայրենիք։ Դրանք բոլորը միասին նույն ով է ղեկավարելու քո երկիրը, ով է տանելու առաջ, ու դա քեզ չի դա կրկնելու։ Նշանակում դու խաբված մարդ։ Եթե ի վիճակի չես դա փոխելու, դու հետցած։ Մենք սասուններ ասում ենք պոպուկ մարդ ես։ Այդ ծռերի ներողություն, ծռերի վայել այդ արյան կանչը քո մեջ կա, որ փոխես, որ ենթարկվես։ Ինչ է նշանակում ենթարկվել։ Դա քո երկիրն է։ Դու պետք է ձեռքդ վերցնես իր ճակատագիրը, տանես առաջ։
Իշքան քերիքը քուժը փոխանցի ուրիշին։ Եթե քեզ կփագեն, քեզ կստիպեն, կմոդորասես նշանակություն չունի, որտեղ կուզես լինի։ Դու մտովիկու երկրում ես իր համար։ Թող խանգարեն, այս կա որ դու հասկանաս մի բան, որ առանց ազատ հայրենիքի, առանց այդ սուրբ հողի արժեք չունես ուղղակի։ Ինձ շատ հետաքրքիր է այդ սերունդը, որ մասնակցեց առաջի Արցախյան պատերազմին, ըստ քեզ ինչքանով էր ամուր ինքը գաղափարապես։ Ես ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, ունեմ հրաշալի ուսուցիչներ։ Ես ապրել եմ մի միջավայրում, որտեղ սիրված մարդիկ են եղել, լեգենդար մարդիկ, իմաստուն մարդիկ, դադող մարդիկ։ Այն տարածքում նույնիսկ որին բնական էր, ամեն մի հարևանս մտածող կայացած մարդ։ Երբ որ 90-ական թվականներին սկսում ենք տոնել հաղթանակների մասին, մեր մեծերը, որոնք մասնակցել էին Երկրորդ համաշխարհայինին, ունեին փորձեր երուսնականներից եւ այլն։ Պարզ են ասում, որ տղաներ շատերս էինք հասկանում, որ դա ազատության հոտն է, ազատությունը չէ։ Հարկավոր էր ժամանակ, որպեսզի բոլոր հերոսները դուրս գային դաշտից, տարբեր ճանապարհներով։ Եվ ասպարեզը նետեին համբագներին։ Առնետները կարողացան հասնել նրան, որ բոլորը ծառային մի նպատակի հագազգային, հագայկական։ Նրանք ամեն տեղ էին, տարբեր մեթոդներով, նույնիսկ դրսում, խանգարում էին, սպանում էին, ամեն մի գաղափար, ամեն մի շարժում, որը ժամանակի ընթացքում կբերեր ազատ անկախ Հայաստանի։ Շարունակում միջև հիմա դա։ Թե ինչքան շարունակվի, նախ պետք է մենք հասկանանք դա։ Կարևորը որ մենք հասկանում ենք, որ դա շարունակվում է, կա։ Ու մենք պետք է հասկանանք, որ դրա համար ամենօրյա պայքար է։ Ու ոչ թե մենակ մեր սերունդի, այլ հաջորդ սերունդին փոխանցենք, որ չկա հանգիստ, ամենօրյա պայքար է։ Անկախությունը ձեռք են բերում, բայց ամենօրյա պայքարի միջոցով անկախություն։ Եթե սրանք մենք լավ ընդունենք որպես պոստուլատ, աքսիոմա, հասկանանք, շատ հեշտ կլինի հաջորդ սերունդի համար։ Մեզնից ամեն մեկը պետք է հասկանա, որ ինքը պետք է պատերազմի։ Իմ պապերը, պապերի պապերը, իմ պապը, իմ հայրը, եղբայրս, բոլորս։ Եթե որևէ մեկը խույս կտա այդ պատերազմից, ինքը պետք է որոշի, որ նա հայրենիք։ Բարեբախտաբար լավ ժամանակներ ենք ապրում։ Շատ ժամանակ կգա, որ շուտով կա ժամանակ, որ հարցերը կարելի լուծել ոչ թե պատերազմի դաշտում, այլ սեղանի շուրջ։ Դրա համար մեզ կայուն հզոր երկիր է պետք։ Լավ մտածող երիտասարդ սերունդ, որը կունենա հրաշալի իրավաբանական կրթություն, տնտեսական կրթություն, քաղաքագիտական կրթություն, դիվանագիտական եւ կտանի մեր երկիրը առաջ։ Մեր երկիրը հաղթելու է։ Դրան բոլորն են հավատում, նույնիսկ մեր ճշտամիները։ Ասի դու ասեցիր պատերազմ չի լինելու, բայց ես գիտեմ դու ինչ նկատի ունես, ոչ թե պատերազմը ամեն վարքյան կա։ Պատերազմը գալիք պատերազմները փոխել են իրանց։ Ես հատուկ եմ ասում, որ քո խոսքը սխալ չհասկացի, որովհետև ես գիտեմ դու ինչ նկատի ունես։ Պատկասեք, մենք տեսանք թե ճշտամին մեր հողերը վերցրեց առանց պատերազմի։ Մենք սա լավ նկատինք, այս ես նկատի ունեմ, որ դա լինի ավելի իրավական, քանի որ մենք ունենք հրաշք հիմք։ Մենք հզոր հիմքեր ունենք։ Ես չեմ պատկերացնում, ես ինքս միշտ պրոպագանդել եմ ու պրոպագանդում եմ մարդական արվեստը։ Գիտեք ինչ,
բանակը հայերը հրաշալի սկիզբ ունեն իրենց ավետարանի, ասենք Աստվածաշնչի, չգիտեմ ինչի մենակ հայերի լեզվում Աստվածաշունչ կամ թողես մասին ինձ ավելի լավ կլինի մեր ազգակիցներն ասեն թե ինչու մնացածը մեր մոտ Աստվածաշունչ իրանց մոտ հայերի մոտ ստասում սկսում ասենց չկան գիտեմ ի սկզբանե բան այդ բանը հայերի համար շատ կարևոր ես թույլ կտամ ինձ ասեմ դուք էլ իմ հետ որ մենք խոսում ենք մի քանի տարբեր լեզուներով երևի չէ դուք շատ գրագետ տղեկ եք շատ գրագետ նույնիսկ հնարավոր է որ Բիբլիան եւ Աստվածաշունչը կարդացած լինեք տարբեր լեզուներով տեսեք ամեն լեզվի մեջ մտածելու գոյություն ունի արմատական բառեր որոնք շատ կարևոր որոնք փոխում են գրեթե ամեն ինչ օրինակ վերցնենք իմ աշակերտներից մեկը միանգամից շատ դաժան հարց տվեց երբ որ մենք խոսում ենք ոստիկանների մասին ես նշեցի որ իրանց էլ դժվար աշխատանքը ծանր աշխատանք իրանք էլ զինակիր են իդեպ ոստիկան բառը հայկական ուրիշ նշանակություն ունի հավատարիմ ես իմ խոսքով հարցեց ասեց ոստանի հետ կապ ունի ինչ որ հավատարիմ մարդ կամ չգիտեմ կամ դրանք չէ ոստան հետ ոչ արաբական ժամանակներից եկած մի խոսքով ուրեմն հարցրեց ասեց բարամ ոստիկանները հերոսներ ունեն ոստիկան հերոսներ ճիշտ ասած ես չգիտեմ մենք ունենք ոստիկան հերոսներ կունենանք ինձ թվում է ներողեն եթե ես չգիտեմ ասի իհարկե ունենք երևի ես չգիտեմ ասես լսի իսկ կա որևէ ոստիկան հերոս որի մասին երգ է գրված երևի կա ես էլի չգիտեմ ես ինչ ասեցի նայեք բանը բացառյալ կատարյալ մենք բանի հետ կապում ենք ամեն Մենք ասում ենք այդ մարդկանց, ովքեր գիտեն բանիմացներ, ովքեր խոսում են բանախոսներ, ովքեր սիրում են բանասերներ, մենք ամենտեղ բանը գիտենք, որ դա բարձրալին է։ Սկի պատահական չի, որ մենք անվանում ենք բանակ։ Ինչ արժեք ունի այդ կառույցը հայ ազգի համար, որ այդ զինված խմբավորմանը մենք անվանում ենք բանակ։ Որովհետև դա իրոք աստվածային նշանակություն ունեցող, իրական նշանակություն ունեցող հզոր ընտանիքի մաս։ Առանց հզոր բանակի հնարավոր չէ շարժվել։ Ես միշտ իմ հայրենակիցներին կոչ կանեմ, իմ ազգին կոչ կանեմ, որ ամենաթանկը, իրական, ամենահզոր զավակներին վարկեն տաճարները, ավականիները, միայն լավագույն բարձր որակի բարձր հատկության ազգային այդ արժեքները կրող երեխաները վաղ կարողանան այդ կառույցները ծաղկեցնել, որը մեր համար ուղղակի մեր թոքերն են, մեր սիրտը, մեր շնչառությունը, մեր հավատով առողջ հզոր տղաներ, մանուկներ մեր երկրին, մեր բանակին, մեր ավականուն, մեր տաճարներին։ Շատ լավ ցանկություններ են, բայց ես չեմ սիրում այդ ցանկությունները։ Ես էլ չեմ սիրում, որ բայց եք ասում դրանք կատարվող են։ Ուզում ես Չկա ժխտական, չկա կասկած։ Մեր ազգը միշտ է հաղթի։ Գիտեք ինչ։ Ընկերներից մեկը գնում էր Երուսաղեմ։ Գերմանացի ընկերներից մեկը։ Ասես բանամ ինչ բերեմ կոման ինչ անեմ, ասի ոչ մի բան, ասի ուղղակի կուզենամ մեր եկեղեցում մի հատ մով առես։ Վերադարձավ,
Ասել լսի, ձեր եկեղեցու մոմ վառեցի, միշել նայեցի, այ դա դուք միշտ պարտվել եք։ Ոնց եք ապրում։ Քոնե այդ մեր բանը ուժեղ ենք։ Մենք միշտ Պարտվելուց ուժեղ ենք։ մենք այդ ճարագայթն ենք, որ հավերժություն ենք գնում։ Ոչ թե մենք գնում ենք, այլ մեր հետ տանում ենք նրանց, ովքեր կուսանական։ Ուղղակի մի բան կա։ Նայ, Խնդրեմ։ եթե դու ծանոթ ես Լուիսի սպեկտրը, որ նայում ես, ասենք գնում է չէ ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրա կարմիր, չէ։ Կարմիրից միջև Ահա։ շակագույն։ Այդքանը մի սպեկտր է։ Հիմա եթե մենք պատկերավոր ասած մեր սպեկտրը վերցնում ենք վերջի 1700 կամ 2000 տարին ու դիտում ենք այդ սպեկտրի մեջ ճիշտ է, հենց կարմիր կետերը շատ են, որ պարտվել ենք, բայց որ մի քիչ դրանից դուրս ես նայում մի քիչ ավելի շուտ, այդքան էլ է ձև չի։ Հիմա չէ, միրապե, ես ուզում եմ մենք կամած գանք խորքային։ Ես պիտի պատասխանեմ այս հարցին։ Պիտի պատասխանի, բայց ուզում եմ մենք գանք խորքային հոգեբանական արմատներին։ Այո, խնդրեմ։ Ցանկացած վճիռ կայացում է եզրակացությունների վրա։ Ցանկացած խնդիր լուծում ենք բանաձևերով։ Գիտեք, ես նորից կասեմ այդ բանը։ Ցանկացած դուր ինչով ենք մենք բացում, ցանկացած փակ բան։ Մենք բացում ենք բանալիով։ Ցանկացած խնդիր մենք լուծում ենք բանաձևով։ Սրանք սկիպադական չէ։ Եթե որևէ տեղ, որևէ հարց լուծման ժամանակ, որևէ տվյալ սխալ է, լուծումը հնարավոր չի ճիշտ լինի։ Նույնիսկ եթե բանաձև է։ Եթե որևէ տեղ մենք եզրակացություն ենք կազմում, առաջինը հարկավոր է որ լինի աղբյուրը, հիմքը իրական ճիշտ։ Ինչի համար է պետք անկախ հայրենիք։ Առաջի ամենամեծ արդյունքը, որը բոլորիս համար ամենաթանկն է, որը կփակի բոլոր վեճերի դռները, դա իրական աղբյուրներն են, արխիվները։ Արխիվագիտությունը գալիք հայրենիքից փրկություն, դիվանագիտությունը։ Միայն իրական փաստերի հիման վրա մենք կարող ենք չվիճել, ունենալ նույն փաստը, կարող է տարբեր եզրակացություն։ Եվ կարողանանք հասկանանք անցյալը, ներկան եւ կատարենք ապագայի մասին։ Հիմա հարց. որտեղից մեզ այդ տեղեկությունները։ Ինչպես կարելի է լինել ոչ ազատ, ոչ անկախ ու տիրապետել տեղեկության, որ դու դրան իմանաս, որ դա ստուկ հավաստի տեղեկություն։ Բացառված է։ Հայաստանի անկախության առաջի պայմանը մեր արխիվների բացելը եւ իլյուստրացիան։ Չկա որևէ տեղ, որևէ ավելի արդյունավետ գործողություն, քան մենք հասկանանք, որտեղ են մեր արխիվները, որտեղ է մեր իրականությունը։ Եթե դրանք չսկսեցվի, երկիրը ինչ հիմքերի վրա կառուցե։ Ես համաձայն կլինեմ ձեր ամեն խոսքին, միայն հարգանքով, քանի որ դուք բերում եք այդ ամբողջ տվյալները ուրիշ աղբյուրից, ես ուրիշ աղբյուրից։ Մենք կարող ենք բանավիճել առավոտից մինչև երեկո։ Չհամաձայնվեմ, որտեղ դուք բերեք ուրիշ աղբյուր, ես բերեմ ուրիշ աղբյուր։ Ազգի անվտանգության առաջի պայմանը ազգային արխիվներն են։ Երբ որ մենք հասկանանք, ով մեր թշնամին, ով մեր բարեկամը, թացը չորից ջոգենք, դնենք մաքուր սեղան, սովորեցնենք մեր աշակերտներին ու քայլենք առաջ։ Ամենացավալին մեր ներկա ժամանակի պատմության մեջ է փոփոխությունները։ Մեր ներկա ժամանակի մեջ է կատարվում կեղծությունները։ Մենք տեսնում ենք մեր աշկով դրա դեմ չեն կարողանում պայքարել։ Ինչի մասն է խոսքը։ Այս ամեն մեկը 5-ից 10 տարի, 20 տարվա, 50 տարվա պատմությունը չի կարող վկայակոչել։ Ամեն անգամ նրանք սուդը կրկնելով երում են մեզ դրան, սա է ձեր իրականությունը։ Հավատացեք սրան, ընդունեք սա։ Իսկ եթե ամեն անգամ սխալ տվյալներ ենք դնում մեր բանաձևի մեջ, չսպասեք, որ արդյունքը տեղնի չի։ Ուրեմն ես այսօր կարողանամ ընդունել ձեր այն փաստերը,
որի մասին մենք կասկած չենք ունենա։ Արայն, որ մեզ կոտորել են, որ դա մեր հայրենիքն է, որ մենք 18-ին պատերազմ ենք հաղթել ու մենք անկախանալ ենք։ Սրանք իրական փաստեր են։ Որ մենք հզոր հայրենիք ենք, հզոր մարդկանցով, անհատներով, որ անցել է դժվար ճանապարհ, անցում է դժվար ճանապարհ ու վստահ ենք հաղթել։ Մեր պապերը մենք հաղթել ենք առանց կասկածի։ Վստահությունը, ես ասում եմ ոչ թե էմոցիոնալ։ Ես ինքս գիտական մարդ եմ, գիտության մարդ եմ, ես ինքս փաստեր սիրող մարդ եմ։ Չկա այլ բան։ Բոլոր հաշվարկներն են տանում, բոլոր ճանապարհներն են տանելու հազար Հայաստանի։ Հայաստանը չունի այլ ընտրանք։ Հակառակը Հայաստանը վերածվել է ուրիշ երկրի։ Դա ընտանիքը, որտեղ ամեն տեղում, երկրի ամեն կետում մեկն ունի, որը միավորվելու է այս միջոցով, համացանցի, ռադիոյի, ապագա գործարար մարդկանց միջոցով, քաղաքական գործիչների միջոցով։ Շատ կներես, ես պետք է քեզ հագադարձեմ։ Լսում եմ։ Դու ասում ես, որ մենք անկասկած հաղթելու ենք, բայց դրանից առաջ դու ասացիր, որ դու գիտության մարդ ես եւ բոլոր հաշվարկները տանում են դրան, դրա մեջ կա մի մեծ հակասություն։ Օրինակ այն, որ բոլոր հաշվարկները տանում են դրան, որ ոչ թե մենք պարտվելու ենք, այլ մենք վերանալու ենք։ Հաշվարկները տանում են, չէ, մի րոպե, ես ուզում եմ ավարտեմ։ Հաշվարկները դրան են տանում, բայց ստե մի հատ մեծ բայց կա։ Դու ոչ թե գիտության վրա հիմնված ես ասում, որ մենք հաղթելու ենք, այլ դու քո մեջ որոշել ես։ Լավ իմ համար առաջնայինը մարդու որոշումն է, այսինքն կամքն է։ Եվ որ մարդը մի բան որոշում է, ուզում է ամբողջ աշխարհը, բոլոր պարամետրերը դրան դեմ լինեն, ինքը դրան մի օր կհասնի։ Առաջի օրը, երկրորդ օրը, առաջի տարին, երկրորդ տարին չլինի, ինքը դրան հասնելու է, որովհետև ինքը ներքուստ որոշել է դրա մասին։ Որոշում է կայացրել եւ որպես մարդ, որպես տղամարդ տեր է կանգնում դրան։ Հիմա քո ասածը ես լույսի տակ եմ հասկանում։ Այսինքն դու քո մեջ որոշել ես, որ դու հաղթելու ես, ու քո ազգը հաղթելու է, ու դրա համար ես, հետո դու փորձում ես բացատրել ինչ-որ գիտական, ինչ-որ պարամետրերի հիման վրա, բայց դա չէ։ Դա առաջնային է, չէ, գիտական մենք չենք գիտականը գիտական փորձեմ, բայց ստեղ մենք կարող եմ ասեմ գիտականից այն կողմ ենք անցնում, ես միշտ ասում եմ, այսօրվա մեր զրույցը ես միշտ ուզում եմ տանեմ դեպի հոգեբանություն։ Ու դու մինչև հիմա լավ չես ուզում դրա մեջ մտնես ոնց որ թե։ Ուրեմն մարդկության իմ կարծիքով նաև մեծ ամենամեծ մեղքը դա հուսահատությունն է։ Ինչա՞։ Հուսահատություն։ Ցանկացած մարդու բերհուսահատության եւ ինքը կգնա ինքնավերացում։ Դա հազար ռազմական բան է։ Ստրատեգիա է, որ դու կարողանաս քո թշնամու կամքը կոդրես, որ ինքը դու ոչ էլ իր դեմ ինչ որ զոհեր տաս։ Ինքը հանձնվի։ Ես ունեցել եմ լավ ուսուցիչներ, ասեցի։ Մենք ունենք մի խնդրագիրք ֆիզիկայի, որ խնդիրներով էր։ Իմ ուսուցիչը միշտ հիշեցնում էր ինձ, որ քո եղբայրը ավելի լավ է, դու վատ, ունեմ հզոր ընկեր, որը շատ լավ էր ինձանից սովորում ֆիզիկան եւ մաթեմատիկան, իր մոտ ավելի հեշտ էր ստացվում լուծումները։ Ու ես հաճախ լուծումները չստանալուց ֆիզիկայի խնդրի ունեի հաստատություն։ Չնայած աշխատում էի երկար։ Բայց ես մի բան գիտեի, որ գրքի հետևում կա լուծումներ։ Կա լուծում նշանակում։ Իսկ ինչի իմ հարցին ասեմ գիտական։ Ես ինքս ապրել եմ 87 թվականին ես ընդունվել եմ պետական համալսարանը, վաղ եմ ունեցել ընդունվել։ Երկիրը մեր
երբեք չի եղել սպեսի հնարավորություններով քան այդ տարիներ։ Այդ դժվարություններով հասնելով այդ արդյունքի, այդ խոչընդոտներով, այդ ճշնամիներով հասնել այդ արդյունքի, դա ուղղակի անհավատ։ Գիտեք ինչ, երբ որ դու մի բան անում ես, հաջորդ անգամ դա անում ես սովորականի։ Մեր մեջ կասկած կար, որ մենք կարողանանք դառնալ անկախ։ Դու գիտեք ամեն մի հայ հավատում էր, որ կարող է անկախանալ, կամ ցանկանում էր։ Առաջինը շատ դժվար։ Ամենակիչ ռեսուրսներով ամենամեծ հաղթանակները։ Իսկ հիմա ո՞րն է մեր ազգի ռեսուրսները։ Որպես տնտեսագետ, հələ հաշվեք ինչ ռեսուրսներ ունենք ազգը։ Արիշտ է իր հարցը որ ուղեց, էներ որ այդ իշքան մարդիկ կային այդ թվերին, որ գաղափարական էին։ Հիմա դու որ ասում ես անկախության համար են կրվում, ես վստահ չեմ եղել ժամանակ այդտեղ որ վստահ ասեմ, բայց համարյա 99% վստահ եմ, որ մարդիկ իրենց այդ հարցը ոչել տվել են, ինչ անկախություն, ինչ բան։ Երևի մտածել են, դե Թուրքի դեմ կռվում ենք, դի կռվենք, դի հաղթենք։ Մաքսիմում այդ են լավագույն դեպքում այդ են մտածել։ Ես ապրել եմ լեգենդար մարդից հետ։ Այդ մարդիկ միջև ազգային շարժում են լեգենդ։ Երբ որ ազգային շարժումը սկսավ, գիտես ինչ կներես։ Ես ոչ մեկին չեմ ուզում ինչ որ նսեմ ասնեմ կամ իր ունեցած դերը բանանեն ցածրացնեմ, բայց դու որ ասում ես հերոս մարդիկ ոլորտային հերոսներ են։ Շատ դեպքերում դենց է ինքը կարող է լավ ռազմարվեստի մասնագետ, բայց ինքը քաղաքականությունից ոչ մի բան չհասկանա։ Գիտեք ինչ։ Եվ այդ օրինակները շատ են, չեմ ուզում անուններ տամ, բայց մենք բոլորս գիտենք։ Գիտեք ինչ։ Մեր գյուղում կար լավագույն աշակերտների, գերազանցիկների տախտակ։ Ազգական շարժման տղաներից որոշ մեկը դեղի նկարիչ էր։ Այն տղաները, որոնք մասնակցում էին ազգագրման շարժմանը հավատով։ Նրանց ոչ մեկը նույնիսկ գիտեք ինչ չասեմ հասարակություն։ Այդ բառը չեմ սիրել երբեք։ Երբ որ դուք ասում ես հասարակություն, ինք արդեն որևէ հատուկ բան մի սպասի։ Հասարակի մասնախոս, հասարակ, ազգը հասարակություն, ազգը չի կաներ հասարակություն։ Երբ որ ասում են հասարակություն, դա վիրավորանք է մի կողմից։ Չեն ընդունում այդ երիտասարդներին, բայց իրանք իրական հերոս էին։ Որտեվ այդ ժամանակվա հերոսները, որ մենք ուզում էինք տեսնենք, որով մեզ դաստիարակել էր կայսրությունը, մենք ուրի ձև էինք պատկերացնում։ Այդ ժամանակներ պետք մենք ճանաչեինք իսկական։ Հերոսներն ամենուր են։ Ժամանակ հնարավորություն ու կառիթ։ Ոնց որ ասում եմ մեր ընկերը, իրանք կանչվեն։ Իրանք կանչվել են։ Իրանք ամեն մի տեղից դուրս են գալ։ Ձեր ազգի պատմության մեջ ունեք հազարապետեր, զինվորներ, զինվորականներ, որոնք ուղղակի մարդկության պատմության լեգենդներ։ Սա չտեսնելը ուղղակի չուզենալը։ Դու չես ում սա տեսնես, դու չես ում տեսնես մի մարդու, որը այդ ամենակիչ զորքով, խմբով, ինչ զորքի մասին, տամ է սենց հաղթան։ Տեղել ամեն ժամանակ։ Իսկ ինչ կա հիմք ձեզ կասկածելու, որ գալիքի ժամանակ չի եղել։ Այս պատերազմում դու չեք տեսել տղեկին։ Դուք չեք տեսել մարդիկ ինչ են արել, ինչ կասկած կա։ Հա, համաձայն եմ, որ մեր հոգին շատ ուժեղ։ Գիտեք ինչ, որովհետև երբ որ դու վերցնում ես տկարամիտ, թույլամորթ հոգիներին մարդկանց, դու կարող ես վստահ լինես, որ իրենց ձեռը ինչ ամենավերջի զենքն էլ տաս, իրենք հանձնվելու են։ Համաձայն Դու կարող ես վերցնես ուժեղ քաղաքական
ուժեղ հոգեբանություն ունեցող մարդկանց եւ ոչ մի զենք չտալ ձեռքերը, ինքը իրանք խլելու են թշնամու զենքը եւ շանսատակ են արել թշնամուն։ Մերոնք ասում են Սասունից խոսած, մերոնք միշտ ասում են գիդուրի տարին։ Այսինքն երբ որ գիդուրներ են եղել, թերչունները, ինչ է կներես։ ծաղիկները, մի խոսքով։ Դրանք իրար տեսնելուց թևավորում են, շատանում են եւ որտեղից կա այդ աղբյուրը, որ այդ ջուրը խմենք, որտեղից մենք գոդեպնդվենք, ոնց որ մեր լեռները ու եղբորը գոդեպնդենք, որտեղից սրվում է մեկը, սրվում է այն ծուրը, որ ինքը մեր նման չի, մենք հասկանում ենք, որ դա իրական է։ Իմ ընկերներից մեկը շատ է սիրում նայել սարսափ ֆիլմեր։ Ու ինձ միշտ գնալ ես ամեն անգամ ասես դու ո՞նց ես ես խնդրեցի որ հաջորդ անգամ երբ որ ինքը գնա այդ ֆիլմը երկու բան անի ընդամենը առաջինը ցածրացի ձայնը ֆիլմի երկրորդը չնայի հերոսին այսինքն այն ինչ որ կատարվում է նախ գնում է լավ իրավիճակության տակ որը մեր վրա պետք է շատ մեծ ազդեցություն ունենա ու ինքը հերոսը միշտ տեղում ինքը պետք է վախենա ու այդ վախը մեզ փոխանցի սա աշխատում ամեն մի լսի իրացությունը մի նայ հերոսին վախկոտ ձեր կարծիքով այն ժամանակ որտեղ գնում են Արցախյան ազգագրմանը Միջև մեքենա նստել ավելի դժվար էր, քան թշնամու ճակատը հասնել։ Քան թշնամու դեմ կռվելը, որովհետև հազարավորներն էին մարդկանց ասում. Հաղթին, հաղթելու են։ Ես ինչ եմ ասում, ես միշտ նայել եմ էդի որպես վկա ժամանակակից, ես ապրել եմ այդ մարդկանց հետ, որոնք տեսել են պատերազմ որոնք միշտ խոսք են ունեցել, որ վարոդի հոդը ձերքիթը չընկնի, հասկացել են, որոնք իրանց երեխաներին պահպանել են, պաշտպանել ամենաթույլ փողոցային շարժումից, այսինքն վեճերից, բայց ազատամարտի ժամանակ բոլորը տները բաց արին։ Ես դա ուղղակի համարում եմ Միջև իմ հաշվարկները չեմ, ինչպես կարելի է հերը այսօր չթողի տղեն փողոցում վեճի մասնակցի համարի իսկ որ ու գնա պատերազմի որտեղից երբ որ դուք նայում եք վերջի մեր դժվարությունները բոլոր տեղն են հիմք տալիս որ մենք հաղթում դա ինչպես է ներկայացված գիտեք ինչ մենք լավ ժամանակներ ենք ապրում Մենք տեսնում ենք այն, ինչ որ շատերը ժամանակին չէին կարող տեսնել։ Մենք հասկացանք նա, որ չէինք հասկանում։ Մենք դարանք առնետապաշտ։ Մենք բաժանանք մի քանի մաս։ Ոմանք։ Չէի ասի բոլորը։ Գիտեք, մենք վերջի 4-րդ առնետին ես ճանաչել եմ Սուրբ հողից։ Երբ որ ինքը անցավ շարժման, ես իմ ընկերները նայում էինք, հասկանում էինք, որ դա բոլոր արհեստական։ Մենք կոչ էինք անում։ Մենք դուրս մղվանք։ Ինքս անձամբ լինելով սիրված իմ համայնքում, նույնիսկ իմ դեմ էին հանդիպում։ Որ ինչու դու չես հավատում։ Ինքը գել էր մեր եկեղեցին, գիտեք, քանի զանգ է ստացա, որ ուր ես դու։ Ամեն րոպե, երբ որ ես ահազանգում եմ, թե ինչ է դա, ինչ անելու ուր հասնելու մեր երկիրը, ես միշտ կշտամանքի արժան։ Հիմա էլ շատ-շատերը նորից առնապաշտ են։ Դուք մտածում եք իրանք հիմար են։ Ինչու համար։ Չեմ հավատում։ Գիտես ինչ, մեր ազգի մեջ կա էգոիզմը, հպարտությունը, այդ գոռոզությունը,
որոշ տեղեր, որտեղ մենք եթե որևէ բան ենք ասում, մենք չենք ուզում մեր կարծիքը փոխել։ Ինչ է կրթությունը։ Երբ որ դու գնում ես, քեզ սովորացնում են, դու փոխում ես քո ինֆորմացիան, տեղեկությունը, կարծիքները։ Եթե դու ընդունում ես կրթությունը, դու պատրաստ եղի կարծիքները փոխելու։ Դուք այսօր ինձ փոխում եք որևէ բան մեջ, ես պետք է ընդունեմ, թե չընդունեմ։ Այսօր որը ինչու է մարդիկ իրենց կարծիքը չեն փոխում։ Ոչ թե դրա չեն տեսնում, չեն հասկանում, այլ պարզ պարտությունը, գոռոզությունը իրանք չեն համարում իրանք սխալ։ Եկեղեցին հայկական եկեղեցին ավանդությունի մեղքերը թողել գիտագից մեղքերի։ Գիտեք, ես որ ինչ կուզենայի իմ ժողովրդին մասի ազգին, որ այդ մեղքերը կարելի է միանգամից հարամազել թողած, որ մեղանչել արևի դեմ, ոնց կուզենաք արեգի դեմ, արփու դեմ, վգա բարձրալի։ Նայեք ու ասեք, որ վաղվանից դուք նոր կյանք եք սկսում, որ վաղվանից չեք անելու նույն սխալը, ոնց որ արեք երեք ու այսօր, որ այդ գոռոզությունը, հպարտությունը ձեզ ուղղակի իմազգ է տանել եք, որ դուք ներված եք, սխալված եք, ներված եք, մեղանչել եք և դուրս եք եկել, վաղվանից նոր կյանքով, վաղվանից նոր արևով, նոր Հայաստանով։ Հակառակ դեպքում մենք ունենք երկու բան, որը հազարամյակների ընթացքում չենք ունեցել։ Ունենք քաղաքացիական պատերազմ և ունենք ստրկություն։ Ես խոսակցությունը ուզում եմ այդ ուրիշ ոլորտ տանեմ։ 2019 թվին լուսահոգի Գագիկ Գինոսյանը եկավ Բելգիա և մասնակցեց Գանձակ համույթի համերգին։ Դրա մյուս օրը մենք եկանք ձեր մոտ, Վահրամ ջան, ու խոսակցություն բացվեց։ Ու դու այդ խոսակցության ժամանակ ասեցիր, լինելով Սասունցի, Սասունիկից, ասեցիր, որ դուք խորհրդային ժամանակ ամաչում էիք ասել, որ Քոչարի պարել գիտեք։ Ես առաջ անգամն էի լսում տենց բան, ճիշտ ասած, կուզենայի իմանայի դրա հիմքերը, այսինքն ոնց էր, որ այդ հասարակության մեջ խորհրդային ժամանակ մարդկանց մոտ, չգիտեմ, սկսել էին ամաչել երևի հայկական ազգային մշակույթից և հավանաբար մեր արժեհամակարգից էլ, որովհետև դրանք իրար հետ շատ կապնված են։ Գագիկին առաջ անգամ որ ես Գագիկին Գագիկ մի բան համար եմ ուզում քեզ մատ տնամ մոտիկից ասի գիտես ինչ Գագիկ ես առաջ անգամ տեսա մարդու որ բարը սովորացնում են այսինքն մենք չենք իմացել որ բարը կարելի է սովորել մենք որ ծնվել մեծացել ենք ասի Գագիկ ոնց ինչ կարելի է բարը սովորացնել ոնց օգտվելով առետից վստահ եմ, որ ինքը ոչ թե դրախտում, ոչ թե ազգային մեծերի հետ, այլ նորից այդ մարդիկ կանչված են ինքը նորից կգա։ Ազգը պետք է պատրաստ լինեն։ Իրանք ամեն պահին գալու են, սպասեք։ Շատ ժամանակ, երբ որ մենք մասնակցում ենք հարսանիքին, եթե դա մեր մոտ էր, դա արդեն մեր պարն էր։ Բայց որ մենք դուրս ենք մասնակցում, մեր պարերը չեն ընդունում։ Խոսքը դրա մասն է։ Հա մեր կողքից որպես Բայց գիտեք ինչ փոխվավ մեր կյանքում։ Երբ որ մի անգամ էլ մենք փորձեցինք, ասենք 70-ականների վերջերին, որ ապարում էինք, կեսերներ ապարում էինք արդեն հարսանիքներում, ազգը հասկացավ, որ սա մերը չի, սա իրանցն է։
Ձեր հետ նույնը եղավ, իմ հետ նույնը եղավ, երբ որ ես ձեզ փորձեցի հարցնել դուք որտեղից եք, տղեկ։ Դրանց ամեն մի ինգերոջս, որ ես հարցնում եմ որտեղից եք, դուք որտեղից եք, իրանք կգանան եզրակացության, որ ես իհարկե դե վարամ դե մի հարցրա որտեղից ես դու ոնց որ հայ ենք էլ ինչ ես բաժանում դնում մեր մեջ, ես ուղղակի հարցում եմ դուք որտեղ ձեր պապերը։ Երբ որ իրանք ինձ այդ հարցին չեն պատասխանում, այդ հարց ուղարկում է իրանց տղեկի միջոց։ Հանդիպում է երեխան ասում է դուք որտեղից եք։ Ասում է չգիտեմ, ասում են մա հարցրա որ։ Հաջորդ անգամ հայրը զանգում էր ասում էր հայ վարաշան։ Ես ինչ ես արես է։ Գիտեք իշքան մարդիկ իրենց ագունքները գտան։ Այդ մարդը հասկացա որ մշակույթը իր մշակույթն է։ Գիտեք ամեն անգամ որ հարսանիք կար, հարսանիքում տուշեր այնտեղ մի հատ երաժշտություն էր գնում, որ ոչ հայկական, ոչ ես ուղղակի չի հասկանում, ինչի ամեն վարկյանում եք, ամեն կենացից հետո այդ տուշին այդ երաժշտությունն էր։ Ժամանակում շատ կարճ ժամանակում փոխվավ, այն մարդիկ ովքեր կարծում են դա անցյալի է, դարավ միանգամից արդիական։ Իրանք դարձան մասը, իրանք բռնին այդ շուրջը, իրանք այդ բդույթը կազմին, արացի այդ դեր պարը հենց այդ բդույթն է, այդ փարաբանման, այդ տիսակատարությունն, այդ խոնարհումն, այդ գովքն ասում։ Դարանյանց մեկը իրանց ոտքերով խփեցին երկրին, կանչեցին անց ասում։ Անպայման այդ ճանապարհից հետո դուք ինձ օգնեցիք, որ մերժեմ ձեզ։ Այդ ճանապարհից հետո էլ էս ազգին ուր է ստանելու։ Երբ որ մենք կարողացանք կորցրած սերունդ նորից հետ բերել։ Երբ որ մենք որտեղ ազգայինը կար ընդունված չէր։ Երբ որ առաջի անգամ Ձորի Միրոն գիտեք ինչ քելելաուն ու Ձորի Միրոն մեր մանավանդ գյուղի համար խորհրդանշական է, ինչի համար, որտեվ Ձորի Միրոյի մեջ դերասաններից հզոր նաև մեր գյուղի տղաներն են։ Մենք ապրել ենք դա եւ հումորային եւ ծանր եւ ապրել ենք նաեւ մի անգամ էլ Սասունի կոդում, երկրի կոդում։ Երբ որ լսվավ այդ ֆիլմերը, երգերը, երբ որ ռադիոյում, հերթատեսությունում սկսվեց արդեն Ստեփանի շնորհիվ դրանք տարածվել, մի անգամից ոտի կանգնացքը, որտեւ ամեն մեկ իր մեջն է դուներ, այդ բալանին էր պետք, այդ երաժշտությունը, որ խփեց, ասես սա քոմն է, քո համար է, դու ինքն ես, դու մասն ես։ Հնարավոր չի այդ կանչելուց հետո որ ինքը չլսի իմ երգն ու չգա, ինչ որ ասում մեր հերոսը ֆիլմի անհնար է ձայնը լսելուց հետո դու չդառնաս այդ զինվորը քո ազգի։ Բացառված է, դա ստիպելու է քեզ, դա կանչելու է քեզ։ Եթե դու ուզում ես շարժվես առաջ, եթե ուզում ես գիտակցես, եթե ուզում ես արտանաս այդ զարթոնքը, անխտիր։ Ուրիշ չկա։ Տարբերեք ձեզ մնացածներից։ Եթե այդ որակները չունի, քո տեսակի չի։ Եթե որևէ տեղ այդ որակները կտեսնես, մանարի հետքեր։ Առանց ասելու լավը վատին, գոյությունի որակ, գոյությունի տեսք։ Իհարգանք սրան, իհարգանք նրան բոլորին։ Հիմա խոսում ես մարդկանց մոտիվացնելու ինչ-որ ձևի մասին, շատ լավ է, դա հայկական մշակույթից բխող բան է, այդ երգերը, որ դու ասում ես։ Իդեպ, այստեղ ուզում ենք նաև ուզում եմ հիշեմ Գուսան Հայկազունին դու հաստատ գիտես։ Առաջի Արցախյանը նաև ինքը մեծ ավանդ ունի դրա մեջ, իր երգերով, իր երգերի բառերով, որ մարդկանց ոգեկոչել է, մարդկանց մոտիվացրել է, որպեսզի գնան իրենց հողը պաշտպանեն։ Բայց
Ինչքան էլ ուզում ես դու մարդկանց ոգևորես, ինչ-որ մի պահ պետք է որոշում, մարդը պետք է որոշի, որ թեկուզ դու այդ ոգևորություն բան է, ձայնն էլ որ անջատես, մի քիչ առաջ դու խոսում ես ցարսափ ֆիլմերի մասին, որպեսզի եթե գուսան հայկազունի ձայնն էլ իջացնես, անջատես, մարդու որոշումը այնքան հզոր լինի իր մեջ, որ իրեն ոչ մի երաժշտություն պետք չլինի, ոչ մի մշակույթ պետք չլինի, ինքը մի բան որոշած լինի իր մեջ եւ գնա այդ որոշումը իրականություն սարքի։ Ամենավատ բաներից մեկ ազդեցությունն է։ Ազդեցության կրողը։ Դա նույնն է, որ ինչ-որ մարդ հարբած։ Ազդեցության տակ։ Եթե ինչ-որ միտեղ որևէ հարց պետք է ազդեցության վրա լուծվի, դա լուծում չի։ Գիտակցություն ամենաբարձրն է։ Մարդը պետք է ապրի գիտակցությամբ։ Գիտակցությունը, որ դա իր հայրենիքն է։ Գիտակցությունն է, որ ինքը պարտավոր է հայրենիքին։ Վերջ։ Ազդեցություններից դուրս ամեն վարքյա։ Ձեր ասած այդ բառը, ոգևորող բառը, կարող ամեն բանից լինի։ Բայց կարող է նաև ռեժի զգացում լինի։ Կարող է կորստի զգացում լինի։ Միջև այս բարակի տարածելը ես մի ծրագիր էի նախաձեռնել, ինչ է քո համար ցեղասպանությունը, նորից ասեմ ազգասպանությունը։ Ես որոշել էի, որ ամեն հային ուղղակի հարցնեմ, որ ինչ է քո համար 15 թիվ։ Ուր կլներ դու, եթե չներ 15 թիվը, ինչի կհասներ դու, ում հետ կապրիր դու, որտեղ կապրիր դու, ինչ են տարել քեզանից, ինչ ես կորցրել դու։ Երբ որ մեզ ամեն մեկը հասկանա, թե ինքը ինչ կորուստներ ունի, չկա ավելի մեծ դեր ասած մոտիվացիան, քան ինքը դառնա առաջի զինվոր։ Մենակ նրա համար, որ ինքը նորից չկորցնի։ Վախի մոտիվացիան։ Հայրենիքս կիսել են ու նորից են կիսում։ Տարել են ու նորից են տարել։ Կոդորել են ու նորից են կոդորել։ Հիշենք հերոսի խոսքերը։ Պարտք ենք մեր ճշնամին։ Դա իրանց ցանկությունն է։ Չկա ավելի մեծ գիտակցություն, չկա ավելի մեծ մոտիվացիա, քան սրա գիտակցելը։ Հասրա մարդկանց, հասրա, որ ինչ մեղավոր երկու պապա, որ իրանց գերեզմանները, որ դու, ինչու դու չես գրում այդ մշակույթը, չէ որ ինքը մեր ազգի, մեր մշակույթի մեջ, գիտեմ, որ ինձ նորից հարցերից եք անպայման, որ դու մշակույթի տղեկ եք ավելի շատ, ձեր հետ շատ դժվար կլինի, մշակույթ, մշակել բառը, շոր մի բան, որը մենք ասում ենք բնական, որ բնության մեջ, դուք վերցնում եք ու մշակում եք ձեր համար հարմար, որբից տնակ ես արդյունքը։ Միայն մշակույթի միջոցով այդ տեսակը պահպանում եք այդ տեսակը։ Մշակույթ ես ասում, մտածեցի մի անգամից, միշտ մենք այդ հակասության մեջ բան ենք անում, չէ, շփոթում ենք շատ ժամանակ կրթությունը շփոթում ենք դաստիարակության հետ։ Ինչ է կրթությունը, ինչ է դաստիարակությունը։ Դին շատ ժամանակ մարդկանց լսում ես, ասում են, դե եթե կրթությունը լավանա, ընկնի իր տեղը, երկրում ամեն ինչ կդզվի, ամեն ինչ իր տեղը կընկնի եւ կզարգանանք։ Միշտեր կարող է քո երկրի մեջ կրթությունը շատ բարձր մակարդակում լինի, բայց սխալ դաստիարակության արդյունքում դու կարող ես լրիվ ուրիշ կողմ գնաս։ Ես ինչ ասացի, որ մենք իմանանք ամեն մեկս ինչ են կորցրել, նախկին միտքս, մեր գիտակցությունը։ Մենք հասկանանք ինչ բան է նախ կրթություն, արժեքավոր ենք դա։ Իմանանք ինչ բան է դաստիարակություն, արժեքավոր է։ Դաստիարակությունը տնից է գալիս։
ամեն մեկի ընտանիքից է գալիս դաստիարակությունը։ Ես այդ բախտը չեմ ունեցել, որ դպրոցում տարբեր տեղեր եմ դպրոց գնացել, դեպ Հայաստանում էլ արտերկրում էլ այդ բանը չեմ ունեցել, որ դասատուն նաև ուսուցիչը նաև դաստիարակությունով զբաղվի իմ հետ։ Որ այդ ամեն ինչը իմ դեպքում եկել է տնից, ընտանիքից։ Նաև տնից։ Դուք ապրել եք հազար մարդկանց հետ։ Ու հայրը իհարկե երբեցին ցամբ ինքը բոլորիս համար ինքը բոլորիս համար է կրթե ոչ թե քեզ դաստակ է նաև մենք շատ որակներ ենք ձեր բեր նաև քո հորը ձեր բայց հասկանանք ինչ բան է կրթությունը մեր երկիրը ինչ-որ դեմոկրատիական ընտրություններ անի եթե չեմ սխալվում այդ բառը ինչ-որ կապված է դեմո եւ կրատիա ինչ-որ հունարեն ժողովուրդ եւ կամ ոչ թե ժողովուրդ, այլ ուղղակի այդ խավը հզորների եւ իրանց իշխանությունը։ Եթե սխալ եմ, то առաջ դեմոսը նկատի չեն ունեցել ցածր ժողովրդին։ Դեմոսը արդեն արիստոկրատ է։ Դեմոկրատիան։ Կոկնեք նաեւ ինձ ես հասկանում նաեւ ինչ։ Այսինքն սխալ է թարգման ժողովրդավարություն չէ։ Այլ կոկնեք ես հասկանում ինչ բան արիստոկրատիան։ Երբ որ դու ունես մեկ ձայն իրավունք եւ գնում ես որոշում ես կայացնում։ Ճակատական որոշում բոլորիս համար։ Քո որոշումը, այդ օրվա քո որոշումը ոչ թե քո երեխաների, նաեւ իմ երեխաների բոլորիս համար է որոշումը։ Հիմա հարց ինչ արժեք ունի քո ու իմ ընտրությունը, երբ որ դուք գիտակից մարդ եք, հասկանում եք ինչ է սպասում, ես ոչ։ Ինչ արժեք ունի, երբ որ ես գիտակցորեն հասկանում եմ, որ կարելի է տրվել այդ մարդուն, զիջել, լինել լավամարդ, ընտրել, իսկ դու դրանց ասում ես գնացեք բոլորդ գրողից։ Ինչ նշանակություն ունի իմ նման մեկը, որը բացարձակ տեղեկացված չի որևէ տեղից, եւ քո նման մեկը, որ ինքը Եվրոպայի կենտրոնում ապրում, շփվում է բոլոր երեսփոխանների հետ, հանդիպում, եզրակացություն է կազմում ու ունի նույն իրավունքը ինչ որի։ Ինչ բան է դաստիարակություն։ Երբ որ նա այնիշն է կամար արժեքները առաջին, երկրորդ, երրորդ։ Մենք դրա ասեմ տրադիցիան ունենք։ Մենք ունենք հրաշք դպրոցներ, ընտանիքից, փողոցից, երկրից ամեն տեղ։ Մենք ազգովի համարում ենք ամեն երեխա իրենը։ Ամեն մեծը իրենը։ Նայեք, ես վստահ եմ, որ դուք շատ լեզուներով եք խոսում։ Ամեն լեզուների մեջ տարիքով մարդուն ասում են ծեր, եթե չեմ սխալվում։ Մեր լեզվով ասում ենք մեծ մարդ։ Մենք մեծերի տերն ենք։ Մենք թույլերի հիվանդների տերն ենք, մենք երեխաների տերն ենք, մենք բոլորը մերն են։ Մեր համար մեծ նշանակություն է թե հարևանի տղան ինչ է անում։ Իմ ամենամեծ դաստիարակությունը ես ունեցել եմ հրաշալի եւ ունեմ հրաշալի ընտանիք, հրաշալի որտեղ ինձ շատ են սիրել, շատ են օգնել, ես ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, ես ծնվել եմ դրախտում։ Հրաշալի մարդիկ, խաղությամբ, հերոսներ, ոսկի, ամենադրական որակներով ընտանիքում եմ ապրել, շրջապատված լավագույն բարեկամ հարազատներով, դրախտ։ Ես ունեցել եմ հրաշալի հարևաններ, որոնք իմ ու իրանց տղայի մեջ տարբերություն չեն դրել, որոնք նույն խորհուրդն են տվել, որ ինձ ես ծառայել եմ, որ ընդունել են ինձ որպես իրենցը։ Դա արժեքներ են, որ դու ամեն տեղ ես տեսնել։ Բայց հարցս է դա, մեր երկրին ունի նոր ժամանակներ, մենք պետք է հասկացնենք ամեն մեկին կրթության տարբեր ոլորտներում կայացած կամ չկայացած, որ դու գիտակցորեն պետք է ընտրես քո երկրի ապագան։ Սա առաջնային խնդիրն է։ Դες դու արժեքների մասին ասեցիր, ուզում էի բան ասեի։
արժեքների մասին որ ասում ես, իմ համար դա վերացական մի բան չի, որ մարդիկ շատ սիրում են խոսել արժեքների մասին, չգիտեմ, ինչ արժեքներ մարդիկ կարող են ունենան, ինչ որ ցկտումներ, ինչ որ բաներ, շատ ժամանակ մարդիկ ինչ որ նպատակներ ունեն եւ դա ներկայացնում են որպես արժեքներ, դա արժեքներ չեն։ Արժեքները ավելի խորքային, շատ ավելի խորքային, ոնց է համակարգիչը իր բանը, պրոցեսորը ունի, չէ՞, իր որ ամեն ինչ անջատես նոր միացնես, ինքը այդ համակարգով է աշխատել, համակարգիչ, համակարգ, այդ բանով է աշխատելու։ Այսինքն դու իրան ոչ մի հրաման էլ չես տվել, ինքը այդ նախնական դրվածքով է միանալու։ Այսինքն կան արժեքներ, ես արժեքները բաժանում եմ երկու մասի, արժեքներ, որոնք մարդուն ուժեղացնում են, մարդուն ավելի ճկուն, ավելի դիմացկուն, ավելի խոսքով ուժեղ են, հզոր են դարձնում եւ արժեքներ, որ մարդուն ցածրացնում են, մարդուն սարքում են թույլ, մարդուն կոտրում են, երկու մաս են բաժանում, մի խոսքով արժեքները։ Հիմա կարող ենք վիճել, կարող ենք չվիճել, ես չգիտեմ, բայց պատմության ընթացքում որ նայում ես, ինչ որ ժամանակներ եղել են, որ մենք արժևորել ենք այդ ուժեղ լինելու արժեքները եւ եղել են ինչ-որ ժամանակներ, որ մենք ավելի արժևորել ենք, ավելի լավ ենք նայել թուլության արժեքներին, մի խոսքով հասկանում ես ինչ եմ ուզում ասել։ Մեզ այսօր ինչ է պետք, որպեսզի մենք մեր շողքից չվախենանք եւ ֆրանսերեն մի հատ լավ բառ կա, ասում է, հայերեն եւ հպարտորեն կրենք այդ ուժեղ լինելու արժեքները, այսինքն ներդե ասում է դե թույլ ես դու ես մեղավոր եղբայր, չէ՞։ Իմ կարծիքով արժեքները դրանք են իմաստը, որ դու կրում ես կյանքում։ Երբ որ ուզում ես քո կյանքի իմաստավորես, ինչ որ արժեքներ։ Ինչն է քո համար, որ արժեք ունի, ինչն է որ քո համար արժեք չունի։ Դու արժեքավորում ես, ասում ես, ես եմ երջանիկ ապրել, մենք բոլորս իրավունք ունենք երջանիկ ապրելու։ Անկախ ամեն ինչից որտեղ ենք, ոնց ինչ ճանապարհ։ Մարդկային, այդ օրենքի սահմանները։ Իրավունք ունենք երջանիկ եղնել։ Ես ընդունում եմ այս արժեքները, ապրում եմ այս արժեքները։ Այդ իրավունքը քեզ որտեղից, ով տվեց քեզ այդ իրավունքը։ Դա տրված, որի համար մենք պայքարում ենք միշտ։ Ես ուզում եմ, ես դու չի գալիս իմ երկիրը, ես դուրս եմ գալիս իմ երկիրից, գալիս եմ, ստեղ եմ ապրում, դուրս եմ այս կրոնը ընդունում եմ, դառնում եմ այդ մարդը, ամուսնանում եմ։ Բայց այդ ուզում ասեմ, իրավունք հասկացությունը դա սարկած բան է, չէ՞։ Չէ, մենք այդ իրավունքի համար պատերազմում ենք։ Ես պատերազմում եմ։ Իրավունքի համար եմ, դուք ինձ ստում եք իրավունքը բնության մեջ գոյություն չունի։ Ունի, մենք այդ իրավունքի համար ենք։ Ոնց։ Մենք այդ իրավունքի համար ենք։ Դու կարող ես ասել այդ իրավունքը ուժի իրավունքն է, ես կհամաձայնվեմ։ Այո։ Բայց մենք ունենք այդ իրավունքի։ Հիմա առյուծը որ դուրս է գալիս բանի, եղնիկի դեմ, եղնիկ ասում է՝ «Միրապե, դու իրավունք չունես ինձ»։ Չէ, գծես։ Ես համաձայն կլեմ, որ կա ուժի իրավունք։ Բայց նաև դու դրա համար պայքարում ես, պատերազմում ես։ Դու դուրս ես գալիս դրա դեմ։ Դու չես ընդունում դա։ Քեզ տիպում են ցույց տալ քո պարտականությունները, դու միշտ պատմում ես քո իրավունքները։ Դա շատ նորմալ, առողջ պայքար է ամբողջ կյանքում։ Քեզ ասում են ոչ, դու պարտավոր ես սանելու, դու ասում ես նաև ես իրանք եմ սանելու։ Բայց ինչ արժեքների իման վրա։ Բացի այդ, որ օրենսգրքի մեջ գրված այդ օրենքներից, այդ կոդեքսներից բացի, դու նաև ունես ուրիշ արժեքներ։ Դա ասում ես ընդունում ես այս արժեքը, չես ընդունում այս արժեքը։ Ընդունում ես, որ դու ինչ վերաբերմունք ունենաս քո երեխայի հանդեպ, չես ընդունում։ Դա սովորական նորմալ երևույթ է։ Արժեքները ընդհանուր կձևավորվի նաև ազդեցություն կունենա։ Բայց մարդկանց որը մեկը չի ուզում թույլ եղնել։ Դա գիտե որ թույլը ինքը արդեն բնազդաբար ինքը դատապարտված է վերացնելուն։ Արդեն ուժեղ են լինում նաև ֆիզիկապես, ուժեղ ֆինանսապես, մարդիկ փորձում են ամբողջ կյանքը դա իրանց հզոր լինելու է։ Նույնիսկ ազգը։ Մենք ապրելով Սփյուռքի մեջ շատ ամեն օր տեսել ենք, ու ամենայն դեպս ամեն տարի ապրիլի 24-ին, եթե ամեն օր էլ չէ, բայց ամեն տարի ապրիլի 24-ին տեսնում ես որ մարդիկ ինչ որ դուրս են գալիս
ու այդ օրը որ շատ խորանաս ինչ են ուզում ասել այդ օրը մարդկությանը իրենց շրջապատին ինչ են ուզում հասկացնել, ուզում են ասեն, որ դե մեզ կոտորել են, որ մի քիչ շատ խորնես տանում այդ բանը, ուզում են, որ մեզ մեղքան։ Չեմ կարծում։ Իսկ ես դա եմ կարծում։ Ես Որովհետև եթե չես քո նպատակը դա չէ, որ քեզ մեղքան, այլ քո նպատակը այն է, որ դու դա հաղթահարես եւ ավելի ուժեղացած դրանից դուրս գաս եւ մենք երբ կդադարենք նշել ապրիլի 24-ը, երբ որ այդ ապրիլի 24-ը անողին հաղթենք, չէ՞։ բայց ինչի՞ պիտի դադարենք։ Շատ բարձ պատճառով։ Ինչի՞ պիտի դադարենք։ Հույներին էլ են կոտորը, հույները ինչի չունեն ապրիլի 24-ը։ Որովհետև հույները վերջում հաղթեցին։ Չէ, մեր ապրիլի 24-ը ունի ինչ նշանակություն է։ Սա մեր մեծերի ամեն անգամ երբ որ ես անդում եմ տեղի կառավարման ասում մարդկանց հետ միշտ այդ հարցը կա, ինչ եք ուզում դուք։ Բելգրան թագավորությունը ճանաչել է մեր ցեղասպան։ Ես միշտ մեր համայնքում առաջ եմ բերել այդ կետը, որ մենք կարող ենք պայքարել, պարտավոր ենք պայքարելու, որ բելգրան կառավարությունը ընդունի, որ ամեն հայ ապրիլի 24-ին իրավունք ունի իր հաշվին արձակուրդ վերցնելու։ Եվ չգնա գործի։ Երկիրը կընթառաջի դրան։ Ես վստահ եմ, ես խոսացել եմ լուրջ, իրանք ընդունեն դա։ Ինչի կհասնենք մենք դրանով։ Նախ ամեն հայ ինքը չի ասի, որ դա կգործի։ Երկրորդը ամեն հայ, որ գործի չի լինելու, իր ինքերը հարցնելը ուր է ինքը, որ չկա։ Անպայման է թեման կլինի։ Երկրորդ, ամենակարևորը։ Երևի մենք թույլ ենք եղել, չէ։ Երևի մեր համար մեր թշնամին է հզոր եղել, սկոդորել։ Մենք տվել ենք համապատասխան։ Մենք ջարդել ենք իրանց ադամները միշտ։ Եթե մենք խոսում ենք ապրիլի 24-ի մասին, մենք նաև պետք է մնացած օրերի մասին խոսենք։ Մենք ամեն օր խոսենք, բայց մեր թշնամի ունի հավակնություններ։ Երկու հավակնություն։ Դրանից առաջինը, որ նա ունի ցանկություն երկրորդ անգամ կգնելու, ու իրենք տեսնում ենք դա։ Եվ երկրորդը, ես լինեի իրանց տեղը, ես էլ կունենայի այդ հավակնությունը։ Երկրորդը, նրանք ուզում են նստել եվրոպական այս ընդհանուր սեղանի դեմ, կողքին։ Մենք կանգնեցնում ենք, ասում ենք նայեք, դրանք դրանցից են, իրավունք չունեն ընդունվեն գան եվրոպական ընտանիքի մեջ։ Առաջին ձեր համար, իսկ մեր համար ու բոլորին մենք միշտ բարձրացնում ենք այն, որ իրանք ունեն այդ նպատակը նորից անելու։ Մենք պայքարում ենք, մենք կանգնեցնում ենք երկրորդ ցեղասպանությունը։ Մենք չկարողացանք կանգնեցնել, մենք տեսանք։ Մենք տեսանք ու ես այսօր նորից ուզում եմ խոսեմ մի պոստուլատի մասին, որ այդտեղ շատ հայեր դանում են այդ խաղի մեջ, փորձում են նաև շատերին քաշել, ձեզ էլ քաշեն, ինձ էլ են փորձել։ Փորձում են մեզ համոզել, որ թուրքերի հետ կարելի է չգիտեմ, լեզու գտնել, բանակցել։ Սա կարևորը մեր ազգին։ Մենք վերցնենք Համիդից, կոտորումներից, երկրի փոփոխություններից, հեղափոխություններից, ինչ-որ երկրի թուրքերից, ինչ-որ մնացած փոփոխություններից ամբողջ համակարգը փոխվի։ Այդ երկրի մեջ։ Մենք կուսակցություն ենք ունեցել, որը օգնել է, մենք մարդիկ ենք ունեցել, որ հավատացել է, շարժվել է, որևէ մի անգամ Թուրքիան տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքական, որևէ տեղ, որևէ պահին փոխել է իր միտքը հայերի ցեղասպանություն։ Չէ։ Ուրեմն այսօրվա օրը
առաջի պոստուլատներից մեկը մեր երկրի համար, որ թուրքը չի փոխվում։ Ու եթե սրանից որևէ մեկը կփորձի հակառակն ապացուցել կամ նորից այդ խաղը խաղալ, եգուզ ես որ կնեմ ձեր երկրի վարչապետը իմ դեմ ելեք ասեք որ դու իրոք շփոթված ես։ Առաջի ու հիմնականը Թուրքիային վերաբերվող Թուրքիան միշտ նույնն է, երբեք չի փոխվելու եւ իր նպատակները չեն փոխվելու։ Նա ապրում է մեր հողերի վրա, մեր սեփականության վրա, կրում է մեր մշակույթը, նա միշտ արթուն ու ակտիվ մեր ճշնամին է։ Եթե որևէ մեկը դրան չի ընդունում, դա իր մեղքն է։ Այստեղ կատարված է դեպքեր, որոնք մարդիկ փորձեցին երկխոսություններ սկսել։ Ինձ էլ են առաջարկե, գիտեք ինչքան են առաջարկե։ Երկխոսություն 44 օրվա պատերազմ։ Դա ամենաթարմ ապացույցներից մեկն է։ Ինչ է փոխվել թուրքերի։ Որտեղ եք տեսել դեր։ Ինչն է փոխվել անցախորժակի հետ։ Սա հիմնական նպատակը մեր ապրիլի 24-ի։ Որ մենք ինքներս մեզ ասենք զարթնի լավ չի փոխվել թուրքը։ Պարտք ունենք։ Այդ փամփուշտների պարտն ունենք։ Ես չեմ կոչում պատերազմի։ Իրանք են կոչում մեզ պատերազմի։ Մենք չենք կարող չընդունենք այդ պատերազմը։ Չեն կարող։ Մենք դատապարտված ենք պատերազմ ընդունելու։ Մենք ամենաթանկն ենք, մենք երջանիկ ազգ ենք։ Մենք սիրում ենք մեր երեխաներին, մենք սիրում ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը։ Մենք թալան անող չենք։ Մենք արարող ազգ ենք։ Մենք արարչական ազգ ենք։ Պատագան բառը չասինք չէ։ Մենք արարական ազգ ենք։ Մենք ոնց են ասում հայերը արարած։ Այսինքն արի կողմից սարած, արարած։ Մենք ընդունում ենք դա։ Մենք խաղաղ ենք, մենք կարող ենք երջանիկ լինել։ Այս տեւում են պատերազմը։ Բայց դա աշխարհի օրենքն է։ Այսինքն ինչ մարդկությունը գոյություն ունի, պատերազմները միշտ եղել են։ Մենք ընդունում ենք այդ պատերազմները, հասկանում ենք պատմությունը եւ պատերազմների պատմությունը։ Դրա համար ապրիլի 24-ին ձեր ասած թեզերը բերում ենք առաջ, ասում ենք երեխաներ սերունդ, որ մեր պապերին մորթել են, դա ուղղակի շարունակություն։ Մեզ են մորթում, ձեզ են մորթելու։ Կանգնեցրեք։ Նրանք ովքեր կանգնել են, ողջ են մնացել։ Գոնե։ Գիտեք ինչ։ Սասունցիները մեր ամբողջ տարոնցիները ընդհանրապես մեր աղտագաներից շատ մարդիկ կան, որոնք ես հանդիպել եմ, տեսել եմ, իրանք միշտ տնից հոգեպես շատ կորցրած ընտանիք ջարդված շատ հզոր էին։ Ինչի համար գիտեք, որովհետև իրանք կանգնել են զենքը ձեռքներին, որտեղ իրանք պատասխան են տվել ճշնամուն, որտեղ իրանք գիտեն, որ իրանք արել են այն նույնիսկ որևէ մեկը չեր անի, որտեղ իրանք չեն վախեցել։ Գիտի որ դա փորձանք է, գիտի որ ճշնամին, բայց ինքը գիտի որ արել է այն ինչ որ պետք է անի։ Դրանից մեկը ամեն մեկը պատրաստ լինելու այսօր անելու այն, ինչ որ պարտավոր անելու։ Սա է ապրիլի 24-ը, որ մեզ որևէ մեկը հանգարց չունենա քնելու, ննջելու գաղափար։ Ամեն օր մարդիկ պետք է շեն ապրիլի 24-ի մասին։ Ամեն անգամ նայելուց Արարատին, ինքը մեր հետ ամեն տեղն է։ Դու պետք է հիշես ինչ է եղել ու ինչ կարող է լինի։ Վարամ ջան, ապրիլի 24-ից ենք խոսում, բայց նախքան ապրիլի 24-ը ուրիշ դեպքեր չեն եղել, որ մեզ պետք է որ զգաստացնեին ամբողջ մեր պատմության ընթացքում։ Ինչու՞ չէ։ Մենք ադանա ենք ունեցել, մենք 94 թիվ ենք ունեցել, ամեն օր մեր համար եղել է։ Պայքարի ամեն օր։ Բայց ինչի ապրիլի 24։ Հա չէ, ուզում եմ ասեմ, մենք էլ ուրիշ ազգերներ 24-ը, հա նկատի ունեք, որտեվ իմ համար ուրիշ ազգերներ են ունեցել բազմաթիվ։ Չէ։ Կարող է ապրիլի 24-եր չեն ունեցել։ Մեր նման ոչ մեկ չի ունեցել։ Չգիտես։ Մենք ունենք առանձնահատկություններ։ Մեզ կոտորել են մեր հողում։
Դե Ամերիկայել է եղել նույնը։ Չէ, Մեզ Շատ կոտրել տեղեր են են եղել։ մեր ումանոկով։ Մեզ ու վերցրել են մեր ունեցվածքը։ Համաձայն եմ։ Մեզանից վերցրել են մեր մշակույթը, մեր տաճարները, մեր շինությունը ու ցավալին ներկայացնում են իրենց ձևով։ Մեր նման, մեր հետ ես ոչ միտեղ չեմ համաձայնում։ Որևէ միտեղ ես ամեն րոպե եմ պայքարում ցեղասպանության դեմ։ Ամեն վարքյան, ամեն մարդու կորուստը, դա մեր կորուստն է, իմ կորուստը։ Չասեմ ազգի, չասեմ մշակույթի։ Իհարգանք խոնարհում բոլորին։ Աստված շանի, որ շարունակվեն։ Բայց ինչ որ կատարվել է հայ ազգի հետ, ես որպես կողքից, որպես դիտող, որպես օտար մարդ, ոչ զգացմունքային, ոչ ցեղասպանություն կրող մարդ, ասում եմ, ինչ որ կատարվել է ազգի հետ, դա չի եղել երբեք։ Այդպիսի ծավալուն կոտորած, այդպիսի ծավալուն կորուստ, այդպիսի չափեր որևէ տեղ պատմության մեջ նշված չի։ Խնդրում եմ որևէ տեղ չամեմատեք։ Ես կբերեմ մատ պարզ օրինակ։ Ես կփորձեմ ճապոնացիները, չինացիներին ինչ են արել։ Ես կբերեմ մատ պարզ օրինակ։ Քանի միլիոնին են Ես արել։ կբերեմ պարզ օրինակ։ Ես աշխատում եմ մի գրքի վրա, որտեղ ուզում եմ ներկայացնել կնոջ դերը կյանքում, ցեղասպանություն կրող կնոջ։ Ես գտել էի տարբերությունները, ընդհանրությունները ցեղասպանությունների մեջ։ Բայց ամենաշատ, ամենադժվար ինձ համար ընկերները, որ ես գտա թե ինչ բան է ցեղասպանությունը հայ կնոջ համար։ Այն ցեղասպանությունը, որ կատարվել է մեզանից հետո, ցեղասպանություն կատարող ազգը երբեք կնության չի վերցրել, երբեք չի ընդունել նրան։ Մեր մոտ մեզ կոտորել են, վերցրել են մեր կանանց։ Պատկերացրեք կինը, որ ապրում է մի մարդու հետ, որ կոտորել է իր հորը, սպանել է հորը, աղբորը, երկրին թալանել է, ու ինքը դրանից զավակներ ունի։ Որևէ տեղ չհամեմատեք, որևէ տեղ չի եղել ավելի լավ մարդուն սպանեն, մարդուն միանգամից վերջացնեն, քան մարդ ամեն առավոտ արթնանա ու քնիր թշնամու հետ, որ իր ամենաթանկ իր երեխաները թշնամու երեխաներն են, որ ինքը չկարողանա լացի իր հոր գերեզմանին։ Հայոց ցեղասպանությունը, ազգասպանությունը դա ուղղակի պետք է դիտարկվի։ Նմանը չի եղել, Աստված տա չլինի։ Որպես ոչ որպես հայ, այլ որպես մարդ, պայքարելու եմ միշտ նման երևույթների դեմ։ Պատժվելու եմ բոլորը։ Չունի վաղեմության ժամկետ։ Ես մի հատ հարց ունեմ, որը մեր ընկերներից մեկը, մեր լավ ախպերներից մեկը մի անգամ ինձ տվեց։ Հարցրեց, ինչքանով են պետության եւ ազգի շահերը համընկնում։ Երբ լինում են դեպքեր, որ պետության շահերը հակասում են ազգի շահերի հետ։ Ես կուզենայի քո կարծիքը իմանալ։ Երևի դուք շատ ճիշտ պատասխանեք ձեր տված հարցին, ուրեմն կասում են։ Ովքեր են ազգի կառավարիչները։ Ես հիշում եք, ասացի, որ մենք ամենաթանկը պետք է տանք մեր ավականուն, որպեսզի ունենանք լավագույն քաղաքագործիչներ, ավելի լավը պետք է տանք մեր տաճարներին, եւ ամենալավը պետք է տանք մեր բանակին։ Երբ որ պետության շահերը չի համընկնում ազգի շահերին, չի համընկնում անադի շահերը ազգի շահերին։ Նշանակում է ինչ-որ կառույց, ինչ-որ մի խումբ, ինչ-որ մի կլուբ չունի ընդհանուր շահ ազգի հետ։ Դրան անմիջապես հարկավոր է գտնել եւ բերել երկրի ղեկին այն մարդկանց, այն ուժերին, ովքեր միայն կառաջնորդվեն ազգային շահերով։
Դա բոլորիս աշխատանք։ Դա բոլորիս բան ասեցիր, Վարամ ջան։ Կներեք, ասա, վերջացրա։ Հայերը հրաշալի բառ ունեն։ Ասում են աշխատանք։ Ես ինչի ասեցի բոլորիս աշխատանքն է։ Հայերը ունեն գործել բառ։ Շատ լեզուներով ասենք, օրինակ վերցնենք կա լեզու, որտեղ աշխատանքը ասոցացվում է ստրկության հետ։ Մեր լեզվում աշխատանքը դա աշխարհին տալն է։ Երբ որ դու մի բան ես տալիս աշխարհին։ Մենք ավելին ունենք, մենք ասում ենք բանելը։ Գերագույն ասիչան։ Մեզնից ամեն մեկի աշխատանքն է, մեզնից ամեն մեկը պետք է բանի, որ միայն ազգային ու պետական բոլոր շահերը համագին։ Որ պետությունը հետագայում կփոխվի նաև կդառնա ինչ-որ ուրիշ կառույց, ուրիշ անվանում կունենա, դա կուղակի կլինի ազգային երանգներով, ազգային գույներով։ Կորչի այն պետությունը, եթե դա չունի ազգայինը։ Այսինքն ազգային արժեքները կարող են հակասել պետության շահի հետ։ Պետության շահերի չեն հակասի, նորից կհարցնեմ, կգրգնեմ, կհակասեն խումբ մարդկանց շահերի հետ, որոնք ընդհանրապես դեմ կգան ազգին։ Բայց կարող են թույլատրել այդ պետության հիմքերը։ Իհարկե, որդերը ծառի մեջ։ Նույնիսկ անհատը կարող է, մի անհատը կարող է երկրի մեջ բացասական աղլի դեր ունենալ։ Դուք Եվրոմիության անդամ երկրներ եք, ինչքան գիտեմ, ձեր երկրներից ինչ-որ մի երկիր կարողանում է անընդհատ խոչընդոտել մնացածի գործունեությունները։ Դուք դες աշխատակ տենում եք։ Ամեն մի չինովնիկ կարողանա այնքան վնաս տալ, որ ասելու չէ կաշառքի միջոցով։ Դուք պատկերացրեք երկրի մեջ ինչու են երկրներ դեմ կաշառակերությանը։ Ինչու։ Ես միտեղ նշում ունեմ գրքի մեջ 3000 եվրոյի գաղափարը։ Երբ որ մեկս ուզում է ինչ-որ մեկին 3000 եվրո տա, որ մի հարց լուծի։ Առաջին մարդ տալիս է 3000 եվրո մեկին, երկրորդը 3000-ը տալիս է մյուսին, որ իր հարցերը լուծի, մեկը ու տենց այդ 3000 եվրոն պտտվում է տարբեր մարդկանց մոտ լուծելով հարցեր։ 3000 եվրոն ոչ մի օգուտ չի բերում։ Բայց ինչքան մարդ գործնում էր տեղը, ինչքան անարժան մարդ գալիս իրենց տեղերին, ինչքան հարցեր են մենք լուծում։ Պատկերացրեք ինչ է նշանակում այդ կոռուպցիոն չինովնիկը։ Իսկ ինչ է նշանակում համասանում կոռուպցիա։ Ինչ է նշանակում բժշկական ինստիտուտում կոռուպցիա։ Երբ որ դու վաղվա բժշկի վրա վստահություն չունես։ Երբ որ ամեն պահ ավտովթարից հետո դուք հայտնվես մի մարդու ձեռը, որ կուզենայի որ մնա իր ավտովթարում։ Մենք ինքներս պետք է հասկանանք, որ ամեն տեղի համար մենք պատասխանատու ենք։ Ամեն չինովնիկի, ամեն գործողի, ամեն պաշտոնյալի, ամեն մի դիվանագետի համար մենք երբ որ երկրի մեջ կատարվավ դեպքերը 18 թվի ես առաջի հարցը տվեցի իմ ընկերներին, եթե մեր երկրի մեջ կատարված է այդ բառերը, որ դուք եք նշում, իսկ ինչու մեր երկրի մեջ չի փոխվել դեսպանատան աշխատողները։ Իսկ ինչու որևէ տեղ որևէ ոլորտում փոփոխություն չկատարվավ։ Ինչու այդ նույն մարդիկ, որոնք ունեն մի վեկտոր շարժման, մնացին նույն տեղը։ Ինչպես կարելի երկրի մեջ կատարվել այդպիսի փոփոխություններ ու արտաքին գործերում նույն մարդիկ նույն ֆունկցիան կատարեն։ Ով է դրա պատասխանատուն։ Հակառակ դեպքում կլինի նույնը։ Մենք ունենք ազգ։ Մենք ապրենք խաղաղության մեջ։ Մենք պետք է պատասխան տանք ամեն րոպե։ Այս ամեն մեկ առավոտից իրիկուն պետք է մտածի ոչ թե ինքը իր տեղում է մենակ, այլ ուրիշներ իրանց տեղում են, թե չէ։ Թուրքերը մի հատ ասացվածք ունեն, ասում են, քանի որ գետը չես անցել, արջին պապա ասա։
Երևի նկատի ունեն ռուսներին, այսինքն, քանի որ դու վստահ ես, որ դու քո նպատակին հասել ես, քո նպատակին հասել ես, թշնամուտ դիմաց գլուխդ կախի, այսինքն, երևի ինքը իսլամական ինչ որ հիմքեր ունի, քանի որ իսլամը թույլ է տալի այդ ամեն ինչը, այսինքն այնտեղ ասվում է, որ եթե քո իրավիճակը, քո դիրքը թույլի դիրք է, դիմացիր, գլուխդ կախ պահիր, միջև կուժեղանաս, արդեն գլուխդ կբարձրացնես։ Կարծես մեր մշակույթը թույլ չի տալի նման բան, այսինքն մեր ազգային արժեքները մեզի կանչում են, որ միշտ մեր ճիշտը սենց ասած պահենք։ Հիմա իմ հարցը այս կետից էր բխում, ինչքանով է այս ազգային արժեքների ոնց որ պահպանումը իշա ոնց որ պետության գոյությանը։ Դրա գեղարվեստական բանն է կա, գիտես չէ, էլի թուրքերի մոտ, որ ասում են այն ձեռը, որ չես կարող կդրես, պետք է համբուրես։ Մենք ունենք մամփեր արքա։ Կարտացած կլինի։ Մամփեր արքա։ Մի հատված կա, որտեղ ինքը չի զիջում, որ պատասխան չի տվի թուրքին։ Ինքը ամբողջ կյանք չի զիջում, իրեն չի ներում, որ ինքը պատասխան չի տվի։ Երևի արժանի պատասխան չի տվի։ Գիտեք ինչ, դուք, եթե ձեր խաղությունը ունեք ձեր մեջ, դուք ունեք երջանկություն։ Եթե դա նահանջ է ժամանակավոր, հավաքելու ուժերը հարձակվելու համար, պաշտպանվելու համար, վերազինվելու համար, խնդրեմ, հակառակ դեպքում հազարներն են իրենց գցե գետերը, հազարներն են իրենց խոսքը պահե, հազարներն էլ կանեն։ Ինչ որ այդ ասացվածքը դուք ասիք, երևի այդ ազգի բնորոշող հատկություններից է, որ իրանք, բայց այդ հատկություններով ապրող ազգը երկար ճանապարհ չունեն։ Հայերը շատ բան են տեսել։ Էլի կտեսնեն, բայց իրանք կան կլին։ Մնացածներն էլ կգան ու կգնան։ Դրան պետք է վերաբերվել սառնասրտորեն ու խաղաղ։ Վարամ ջան, դու մի քիչ առաջ խոսեցիր հանգամանքի մասին, որ ովքեր որ ազգի դեմ գործում են, լինի դա անհատների մասին դու ասացիր, բայց լինի դա անհատներ թե խմբեր, թեկուզ կազմակերպված խմբեր, թեկուզ պետության կարևոր ինստիտուտները գրաված խմբեր, անհատներ, դրանց պետք է վերացնել, դու ասեցիր, ավելի լայն, եթե ասենք, պատժի ինստիտուտ է հարկավոր, այսինքն եթե չկա պատժի ինստիտուտը, այսինքն եթե դու դավաճանի գլուխը չես կտրում, դու ոչ թե այդ դավաճանին թողում ես, որ ինքը շարունակի, այլ դու հետագա դավաճանների ես բերում։ Իսկ մի անգամ այդ դավաճանի գլուխը կտրելով, վիզը կտրելով, դու կանխում ես հետագա դավաճանների գոյությունը եւ առաջ գալը։ Ես համոզված եմ, որ եթե մենք այդ պատժի ինստիտուտը դաժանա ձև եթե չկիրառենք, մենք 100 տարի անց մեր թորները, ծորները նույն թեմաների շուրջ նստելու են ու խոսան ու փիլիսոփային, ասած ասած։ Այսինքն այդ հարցը մենք լուծած չենք լինի։ Եթե ուզում ենք մենք հարց լուծենք, մենք պետք է երկու բան պետք է։ Մի կողմից ազգի համար ազգային շահ առաջ տանողներին եւ օգուտ տվողներին պետք է շատ մեծ խրախուսանք, իսկ դրա հակառակը անողներին, մատնողներին, դավաճաններին պետք է ամենադաժան պատիժ, եթե դու դա չես անում, դու պետությունից բան չես հասկանում։ Երկիրը մեր օրենքի երկիր։
առաջի պայմանների մեր Երկիպրանի օրենքի երկիր։ Անկախ ամեն ինչից ինչ հանցագործություն որ կատարված է, ինքը պետք է ունենա ապացույցները, իր պաշտպանը, շարժարիտները, նրանք ովքեր նրանք եկամուտ են ունեցել, այսինքն շահառուները, այս հարցերի պատասխանը պետք է մենք ունենանք բարձ վստակ։ Ստալինյան դատավարություններ չեմ կարծում, հասկացանք։ Չափման միավորը կորոշի մեր երկիրը։ Ես էլ վստահ եմ, հաճույք կուզենամ, որ դա չլինի շատ մեղմ, նույնիսկ ադմինիստրատիվ, ասենք, վարչական դույս չունենա։ Նույնիսկ առաջարկ կար, որ նրանք ովքեր կոռուպցիայի մեջ են, դրանք կրեն հատուկ անձնագրեր, որոնց կզրկի նրանց մի քանի սերունդ երեխաներին գրավեն պաշտոն։ Գաղափարն ինչի համար էր, որովհետև ինչի համար մարդը կաշառք վերցնում, որպեսզի բարելավի իր ընտանիքի երեխաների բարեկեցությունը վիճակը։ Այսինքն իրանք սկսում են իրանք կյանքը մի տեղից ավելի առաջ, ավելի հարմար պայմաններով, քան մնացածները։ Ստեղ լինում անարտարություն։ Նույն են վազքը, այն 100 մետրանոց վազքը, որ դու սկսում ես 50 մետրից 1.80-ից 1.0-ից։ Այդ երեխաները ամենտեղ որպեսզի նույնը չկրկնվի, ինքը հասկանա, որ բռնվելու դեպքում իր երեխաները կզրկվեն կառավարման ապագա հնարավորություններից, նախորդ օրենքի մեջ կասի, որ երեխաները չեն գնա պաշտոնի, որևէ մեկն էլ չի ցանկանա, որ իր տղային զրկի ապագա, թորին զրկի ապագա, ասենք, պաշտոններից։ Այս մենք մետեսանք մի տարբեր հզոր տարբերություն, որ են, այո, նաև նշեմ, որ այն արժանավորների երեխաները պետք է պետության կողմից խրախուսվեն, հակառակ դեպքում ես ինչ եմ, բայց միշտ չէ, որ վատ երեխեքը լավն են ու լավ երեխեքը վատ։ Ինձ թվում այստեղ մենք պետք է ազգովի ընդհանուր Այդտեղից է գալիս չէ, որ եվրոպական բանի մեջ պատասխանատվություն չկա։ Դատական տրադիցիայի մեջ երեխեքը ծնողների արարքների համար պատասխանատու չեն։ Մենք ավելին ասենք։ Համուրաբիի մոտ հակառակն է։ Որոշ մարդիկ կարծում են, ասում են այս հիմիկվա ահաբեկչական այս բաները որ կան։ Ասում են, որպեսզի եթե ուզում եք որ դա դադարի, պետք է այդ ահաբեկիչների ընտանիքներին պատժեք։ Բայց ես կթողեմ այդ բա, ես կասեմ դուք շատ լավ ինձ օգնեցիք ուրիշ հարցով, որ երկրի կառավարությունը ասում է գիտես ինչ, քո ապագան ես ինքս կարող եմ հոգալ։ Այդ ծախսերը կրթության ես ինքս իմ վրա կվերցնեմ։ Ես ինքս կվճարեմ քո ծախսերի համար։ Դու մի սպասի օգնություն քո ծնողից։ Մեզանից ամեն մի երիտասարդ ուսանող անձամբ, եթե որևէ մեկս գիտենք, որ այս երկիրը հնարավորություն կտա ինձ իմ կյանքը դասավորելու, գնալու առաջ, առանց իմ ծնողների օգնության։ Թող նրանց օգնությունը։ Առաջի հանգամանք, առաջի պայմանը, որ մեզնից ամեն մի երիտասարդը ինքը հասկանա, որ ինքն է ըմբոստ լինելու հոր դեմ, որտեղ ինքն է լսում ամբողջ օր տան մեջ հոր խոսակցությունները, մոր խոսակցությունը ու առաջի կաշառակեր հորը ինքն է ճանաչում։ Ու եթե որ ինքը հասկանա մի բան, որ դա ինքը արժեք չունի, դա իր համար չի, հայրը հասկանա, որ արժեք չունի նաև մնացածի համար։ Ինքը հասկանա, որ պետությունը, երկիրը, ազգը կհոգա իր ամբողջ հոգսերը, կվերցնի կրթություն իր վրա, իր կյանքը կստեղծի ամեն ինչ կբերի բարեվոք վիճակի, որ այդ մարդը կարող է ազատ լինելու։ Հակառակ դեպքում, եթե ես կախվածություն եմ իմ ծնողներից, իրանք են ինձ որոշ դրամական օգնություն կամ ամեն ինչ, ես չեմ գնա իրան դեմ։ Ես միշտ կլսեմ նա ինչ որ ինքն անում։ Իսկ այդ դեպքում մենք ունենք արդեն շարունակական ռեակցիա։ Կստացվի, որ ասե տոհմածար, ընտանիք կլինի կոռուպցիաների։ Ու ասեմ մի բան, իմ կոռուպցիաներ ընկերներին, որ երբ որ սովետական միությունը փլուզվեց, մենք գիտենք շատ կոռուպցիաներ մարդիկ, որոնք հարուստ էին, բայց նրանցից շատ քչերը մնացին հարուստ, նույնիսկ չմնացին։ Ուշադիր լինեք, որ ճիշտ ներդրումներ անեք։ Կոռուպցիան մեթոդը, որ միշտ չէ որ փոխաբերում։ Կոռուպցիան մեթոդը, որ միշտ է սխալ ճանապարհի տանում։ Դա կարճ
ու սխալ ճանապարհ։ Ցանկացած տեղ, ցանկացած ոլորտում, երբ որ հարցեր լուծում են կոռուպցիայի միջոցով, դա վտանգված է, անառողջ, պատրաստ մահվան։ Այնպես որ դու հիմա ուզում ես ինչ-որ մարդկանց, ովքեր մինչև հիմա այդ փաստը չեն հասկացել, ինչ-որ բան հասկացնես, բայց դու իրանց, ասենք, էլի ես կփաստեմ փողի ծայրը, որ ցույց տաս, իրանք քո ասածները մեկից կմոռանան եւ այդ փողը կվերցնեն։ Ես 100% վստահ։ Ինձ միշտ համոզում են, որ մեր ազգը կաշառակեր ազգ է։ Միշտ ամեն րոպե ինձ ասում եմ, ամեն րոպե ուզելով ինձ ով որ դա արել է, ով որ դա անում է, դա շարունակելու է անել, անկախ դու ինչ կասես դրա մասին։ Ինչու՞ չեմ համաձայնվում։ Ամեն մեկ, որ ուզում է ինձ վիրավորի, իմ ազգը ամեն տեղ։ Իմ ազգը Սիրիայում, իմ ազգը Պարսկաստանում, իմ ազգը Լիբանանում, ամեն տեղ, որտեղ են մեր հայրը կոռուպցիայով զբաղված, որտեղ եք տեսել քանի տոկոս իրանցից թաթախված կոռուպցիայի մեջ։ Ու հակառակը։ Ցույց տվեք մի գործարար մարդու, որի նկատմամբ մենք կասկած չունենանք, չմտածենք, որ ինքը իր գործերը ոնց որ ասում են, երբ քայլեցնում է տանում առաջ առանց կոռուպցիայի։ Այսինքն ամբողջ գործարար համակարգն աշխատում է կոռուպցիայի շնորհիվ։ Եթե կանգնի կոռուպցիան, կանգնում է ամբողջ համակարգը։ Այսինքն իրավաբանը չգիտի հաջորդ օրենքի մասին։ Ինքը գիտի, որ այս հարցը լուծման համար այս գումարն է պետք։ Հաշվաբան գիտի, որ սխալի դեպքում նրանք չունեն ապական։ Մարդը գալիս է մեր երկիր, այս երկիր գալուց հետո նա չի կարողանում ստեղ ադապտացնել ինչի համար, որովհետև ինքը չի հասկանում ստեղ ոնց աշխատում։ Որտեղ ամենտեղ ինքը հարցը լուծել է, բիզնեսը լուծել է, ինքը լուծել է այդ հարցերը ֆինանսով։ Բայց լավ հարմարվում են, հետո ստեղ հաջողում են արդեն, չէ՞։ Որովհետև ցանկացած մեկին ես կոչ կանեմ։ Ես ինքս անում եմ ինչ որ ասում եմ ինչ որ անում եմ։ Փորձեք ձեր ամբողջ գործերը աճ տանել։ Դուք ինձ օգնեք, ոնց են ասում օրենք ֆրանսերեն։ La loi. Ուրիշ։ Le droit. Իսկ հոլանդերեն։ Դա իրավունքն է։ Wet. Recht. Եկել ինչ են ասում։ Recht. Ուրիշ։ Wet. Նա recht են ասում։ Եվ դրան, եթե չեմ սխալվում, recht-ը դրանք աճ են, չէ՞ նշանակում։ Իրավունք, հա։ Դրեք ձեր գործերը աճ պահեք։ Արեք ձեր գործերը օրենքով։ Հաղթելու եք այդ ձևով։ Երբ որ դուք գիտեք որևէ տեղ չունեք թույլ տեղեր, դուք վստահ կգնա ձեր գործն առաջ։ Դուք ոչ մեկից չեք վախենում։ Դուք հարգատու եք իրական ձևով։ Ձեր համակարգ աշխատում է առողջ։ Սխալվում եք, օգնում է ձեզ քարանեք առաջ։ Կոռուպցիան ու կաշառակերությունը դա կարճաժամկետ հաջողություն է, դուրս եկեք դրանցից։ Դուրս եկեք գիտակցորեն։ Երբ որ մենք փորձենք մարդկանց ուղղակի հասկացնել, որ դա ոչ թե խախտում է օրենքի, այլ ուղղակի դա ճանապարհ է ոչ մի տեղ։ Դու չես կարող լինել 30 տարվա կառավարիչ ու չհասկանաս օրենքից։ Ասեմ, որ մենք հատուկ չենք անում, բայց այս խոսակցությունը եկավ այստեղ էս Տարոն Աճեմօղլուի գիրքն եմ ուզում քեզ նվիրեմ, Վահրամ ջան։ Աջիկով ամենամեծ շնորհակալություն։ Հայերեն թարգմանությունն է, դեպ շնորհակալ եմ։ Օրիգինալ անգլերեն է։ Ինչ է ասում ես մարդես իր գրքի մեջ։ Հիմա մենք ինչ որ խոսում ենք, գիրքը որ սկսվում է, որ կարդաս կտեսնես, այնտեղ սկզբից մի հատ քաղաքի փոքր քաղաքի մասն է խոսում, Նոգալես, կարծեմ։ Նոգալես, եթե չեմ սխալվում, այդ քաղաքի կեսը գտնվում է Ամերիկայում, մյուս կեսը սահմանից են կողմ Մեքսիկայում է։ Ու ամերիկական մասը շատ ավելի բարեկեցիկ է, բժշկությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, նույն ընտանիքները, նույն ռասաները, նույն, այսինքն
մարդաբանական տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա։ Դա նույն ռասան է տեղափրում, ընտանիքի մի մասը այն կողմն է, մյուս մասը այն մյուս կողմը։ Ու ինչից է գալիս, որ մի քանի անգամ, 2-3 անգամ ավելի բարձր մակարդակի կրթություն ունեն, մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի առողջապահություն ունեն, բարեկետ հարուստ են ավելի։ Հա, ինչից է։ Ու այս ամբողջ կրկին ընթացքում ինքը փորձում է բացատրել, որ դա ինստիտուտներից է։ Իշքան սիրել բառը։ Ինստիտուտները, այսինքն քաղաքական ինստիտուտները, տնտեսական ինստիտուտները եւ այո, պլուրալիզմը, այդ որ մարդիկ չեն ուզում հասկանան դա ինչ է։ Գիտեք ինչ, ես էլ չեմ հասկանում այդ բառերը, երբ որ նախադասության մեջ մի բառը դու չեք հասկանում, չեք հասկանում ոչ նախադասությունը։ Ուրեմն չեմ ուզում գիրքը գոազդել ու ասեմ նախ որ չեմ կարդալու, բայց շատ շնորհակալ եմ եւ հեղինակին եւ տղաներին որ նվիրին ինձ։ Ամեն անգամ որ ես տուն եմ դառնում օտար տեղից ճամբրուկս բացում եմ, երբ որ երեխեքս փոքր են իրար հետ էինք բացում։ Մենակ այդ ժամանակ են երեխեքս հավատացնում, թե ես ինչ արժեքներ եմ կրում։ Երբ որ դու ինչ ես բերել, դու չես կարող թաքցնել քո արժեքները, թե դու ինչ ես բերում տուն։ Ամեն անգամ որ իմ ճամբրուկը բացում էին, տենում էին ինչ կան դրա մեջ, հասկացան որ սա իմ արժեքները։ Հավատացեք, ես ինքս մարտական արվեստի շատ քիչ սամնալավ զենքն է։ Սա չպարտվող զենքն է։ Սա միակ զենքն է, որ տանում է քեզ կատարելության։ Չգցեք ձեր ձեռքից։ Ես չեմ ասում դառնաք սրագերին։ Ուղղակի ունեցեք մի սեր հետ։ Վերջացնենք երևի։ Այո։ Ես շնորհակալ եմ տղաներին, ներողություն եմ խնդրում, որ իրանք, եթե որևէ մեկի համար նեղություն կլինի կամ տհաճ կլինի, որ ես քան մոտ եմ համար էլ տհաճություններ, շնորհակալություն մեր տղաներին։ Ներողություն եմ խնդրում, եթե որևէ տեղ հաջուկով կլսեմ ուրիշ կարծիքներ ու նորից շնորհակալություն մեր տղաներին։ Հրաշալի սերունդ ունենք, որ այսօր ենք կազմակերպել։ Այս տղեկը հաղթելու են։ Վստահ եմ, որ ինձ չեք անհանգստացնի, չեք ստիպի, չեք նեղի։ Ու ես կապրեմ ավելի խաղ ու ավելի հանգիստ։ Նորից շնորհակալություն ձեզ։ Քեզ շնորհակալություն Վարամ ջան, որ ընդունեցիր հրավերը։ Եվ ասեմ միանգամից, որ քեզ շարունակելու ենք անհանգստացնել։ Երբեք չես հանգստանալու։ Այսօր պատրաստ եղիր։ Կյանքը պայքար է։ Այո։